Բարև ժողովուրդ ջան, բարև, լայքում տարածում ենք։ Բարև ձեզ Լուսի ջան, բարև ձեզ։ Բարի երեկո ժողովուրդ ջան։ Ժողովուրդ ջան, ընդամենը 10 րոպե է մնացել մեր եթերին, եթերը ընդամենը լինելու է 1 ժամ ու կեսանոց եթեր։ Խնդրում եմ լավ լայքեք, որպեսզի ապահովենք մեզ որոշակի չափով ոչ այդքան ցանկալի մարդկանցից, ովքեր գալիս կեղծություն անում գնում են։ Բարի երեկո Աննա ջան, բարի երեկո։ Այսօր խոսալու ենք շատ ծանր մի թեմայից, աղանդներից։ Այսօրվա մեր հյուրը կփորձի բացատրել ինչ է նշանակում աղանդներ, ինչպիսին են աղանդների վտանգները։ Ես իմ հարցերի շնորհիվ կփորձեմ ավելի շատ խորացնել իմացությունը մեր աղանդների մասին, ինչպես նրանք ներթափանցեցին հայկական մեր պետականության մեջ, ինչպիսի վտանգներ դա եղավ եւ ինչուց ինչ ստացանք։ Այսինքն այսօր խոսելու ենք աղանդներից, ժողովուրդ ջան։ Փորձելու ենք հասկանալ ինչով է տարբերվում հայ առաքելական եկեղեցին, ուսմունքը հայ առաքելական եկեղեցու տարածած, քարոզած աղանդներից, ինչով են դրանք տարբերվում։ Ընտրանքս, եթե հնարավորությունները ձեզ ներում է, բան արեք, էլի ժողովուրդ ջան։ Բարի երեկո։ Տիկո ջան, բարև։ Ապեր կարդացել եմ, բայց ճիշտն ասած երևի եթերից հետո դուք համար թողեք, ես ազատ ժամանակ ունենամ կզանգեմ, հա Տիգրան ջան։ Հիմա ուղղակի մոնտաժ բան շատ է, ես մեծամիտ մարդ չեմ, եղբայր, ուղղակի գործը խեղդել այսեց։ Բարև ձեզ։ Կփորձեմ զանգեմ քեզ աղբերս, այդ նույն ձևով դու քո համարը թող ինձ, ես կնայեմ, կփորձեմ կզանգեմ։ Բարև ձեզ, Շոտա ջան, բարև ձեզ։ Okay. Լայքում ենք ժողովուրդ ջան, լայքում ենք, հնարավորինս այդ վերևի սրդիկներից գցում ենք, այն 1 կոպեկ անենց ինչ են, չգիտեմ ինչ են ասում, 1 կոպեկ թե ինչ։ Այդ կամանդն է սերդեչկա, ռուսերեն ասած, բոլորդ գցում ենք, բոլորս անխտիր, ապրես որ ջան, պրիվետ ցավը տանը, պրիվետ դեդուշկին վնուկ, բոլորս գցում ենք ժողովուրդ ջան։ Հեսա մեր Արտակ աղբերն էլ եկավ, Արտակ ջան, ես պայմանավորվեցի, ճիշտ ասած քո խատերում խատեր, որպեսզի կարողանանք բարձրանանք դեմքերս բաց հարցը տանք, հարցի պատասխանը իմանալուց հետո, եթե սպառված է հարցը, ուրեմն նոր իշնենք ներքև աղբերես, ունեց որ բարի օր։ Քո մի հատ չգիտեմ ինչ նշմար եմ, որ դու հելն ես աղբեր, ես մի ամիտ հանգարց չփստացնեմ բարև տամ, իմ խերով գան աղբեր։ Ինչ քարտի մասին է խոսքը։ Պետք չի, եթե չունես այդ մի կոպեկը, որ այդ վերևի սրդիկը գցես, ինչ քարտի մասին է խոսքը։ Լեցա, приветствую։ Հələ ժողովուրդ 70 հոգի ենք, այդ վերևի սրդիկները գցեք, մի քիչ ակտիվացնենք մեր եթերը։ Բարի երեկո Ռոբ ջան, հեսա քեզ կբարձրացնեմ, եղբայր, մի քիչ ամպերիկ 6 րոպե։ Спасибо, Лес, ողջան ապրես։ Ժորժան, մի հատ թափով էլի 20,000 հասցնենք, ես 5 րոպեվա մի հատ 10 խփեք էլի։
ու սկսում ենք։ 1 ժամուկես է տևելու ընդամենը մեր եթերը, Ժողովուրդ ջան։ Երկար չի լինելու, որտեղ ես հասկացել եմ ինչքան երկար եթերներ ես անում, այնքան մարդկանց համար ծանր է դա ու շատ դժվար է անցալել, թե այդ եթերը ինչ էր ուզում քեզ ասեր։ Յուրաքանչյուր եթեր պետք է իմաստավորվի, յուրաքանչյուր եթերի ընթացքում պետք է եթերավարը եւ իր հյուրը բան ունենան ասելու։ Եթե դու մի բան ասում ես, պրիվետ Աշջան, եթե դու մի բան ասում ես, ուրեմն դու պետք է հասկանալի ասես բոլորի համար։ Եթե եթերն անում ես վերջում գալմաղալա դառնում, մարդիկ իրար չեն հասկանում, կռվում, թշնամանում, ուրեմն դու սկզբունքայնորեն սխալ բան ես, գործ ես անում քո ազգի մեջ։ Դրա համար փորձենք ինչքան կարելի է 1 ժամուկես, 2 ժամ, պատալոկ ընդեղ ես միշտ դնի, որ 3 ժամանոց եթերներ անենք, 24 ժամ կարան նստեն մարդիկ, ովքեր ասենք ինչ որ գործ են անում տունը, ուղղակի առօրյա թեմաներից խոսում են, ասենք ընկերուհիների հետ, ընկերների հետ, դա հնարավոր է, բայց եթե բուն թեմա ես վերցնում դու, որը կապ չունի առօրյայի հետ, կապ ունի պրյամոյ ինչ-որ, օրինակ հենց այս աղանդների հետ, ուրեմն դու պետք է անես դա 1 ժամուկեսից 2 ժամ մաքսիմում, որովհետեւ մարդիկ ովքեր եկել են ինչ-որ բան լսելու, իրանց համար դա հասանելի լինի, իրանք հասկանան ինչու մասին է խոսքը։ Իսկ հիմա մենք կբարձրացնենք մեր հյուրին եւ կսկսենք մեր եթերը, Ժողովուրդ ջան, մի քիչ թափով ապրեք դուք 15000 համարյա, ասանք արեք 20-ը սկսում է ու բարձրացնում ենք։ Ռոբ ջան, հիշում ես, չէ՞ ոնց էր բացում դեմքը, դախվերես։ Հա, ոչ չէ։ Ահա, всё, привет, ախպեր։ Բարի երեկո, Արսեն ջան։ Կարոտել ենք քեզ արդեն։ Հա, ես էլ նենց արդեն սենց լավ է երևի, չէ՞ ավելի։ Շատ լավ է, նորմալ է։ Սենց ուղղակի երևում է ավելի շատ, հա, չէ, նորմալ է, всё։ Սենց կնստեմ, լավ է ձայնս լսվում։ Լավ է, ձայն դա լավ լսնում, համեր ազատ նստի, որ քեզ համար ավելի էսի, գիտես, մեր մոտ միշտ տնական, մեր մոտական վարիանտ է եղել, մեր մոտ ասենք Պետրոս Ղազարյանի մոդը չենք էլի նստած։ Մանավանդ երեք, չէ։ Պաճեց, ախպեր, չգիտեմ ինչ, իրար երևի ընկերներ եք, ես խաբար չէ։ Լավ, ինչևից է, հարգելի Ռոբ։ Դե, ընկեր չէ, բայց ինքը ուսանող էր, ես էլ էի սովորում, այն ժամանակ երեխա էր։ Լավ։ Ինչ որ է։ Այսօրվա մեր թեման դա աղանդներն է։ Ես կուզենամ մինչև մեր հաղորդումը սկսելը 10 րոպեանոց տեսահոլովակ նայենք, որովհետեւ մարդիկ հասկանան ինչ է նշանակում աղանդ, այսինքն բազան դնենք ու ըստ այդ բազայի սկսենք արդեն ծավալվել։ Հաղորդումը տևելու է 1 ժամուկես, ինձ թվում է 1 ժամուկեսը մենք կարանք շատ թեմաներից խոսենք։ Այո։ Այ ազգի ներկայիս բարոյահոգեբանական խորը ճգնաժամի պատճառը կրած պարտությունը, Արցախի կորուստը, անվտանգային խնդիրներն ու սոցիալական դժվարություններն են։ Ապաքինման ճանապարհը բռնելու եւ ազգայինը վերարժևորելու հարցում առաջնային դեր ունի հայ առաքելական եկեղեցին։ Միևնույն ժամանակ հայ առաքելական եկեղեցին հանդիսանում է թիրախ ապազգային իրենց այսպես կոչված եկեղեցուն այլընտրանք հայտարարած կազմակերպությունների համար։ Խոսքը աղանդների մասին է։ Աղանդների գործունեության նպատակը բաժանումն է, բաժանիր, որ տիրես տրամաբանության։ Աղանդները հանդիսանում են քաղաքական անկլավներ պետության ներսում։ Աղանդները կատարում են ազգային ինքնությունը քայքայող ֆունկցիա։ Կոռուպցիայի հակազդման ասոցիացիա հասարակական կազմակերպության նախագահ, ազգային եւ հոգեվոր արժեքների պաշտպանության ազգային ճակատի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը հատուկ ծառայությունների ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքին, որ Հայաստանում գրանցված է մոտ 67 կրոնական կազմակերպություն, այդ թվում 53 աղանդ։ Դրանցից հիմնականների մասին փորձենք ավելի մանրամասն ներկայացնել։
50-ականներ կամ հոգեգալստականներ, աղան առաջացել է Միացյալ Նահանգներում 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին։ Հայաստանում զանազան անուններով գործում են 50-ականների տարատեսակ խմբեր։ Եհովայի վկաներ կամ եհովականներ, բողոքական աղանդ է, հիմնադրել է Չարլզ Ռասելը 1872 թվականին Միացյալ Նահանգների Փենսիլվանիա նահանգում։ Մասնագետների կարծիքով Եհովայի վկաների աստվածաշնչում ուղղադավան թարգմանությունների հետ համեմատած հաշվառել են 1200 զգալի դավանաբանական փոփոխություններ։ Եհովայի վկաները մերժում են պետությունը, մշակույթը, ազգային եւ ավանդական արժեքները, ընտանեկան արժեքները, ընկերները, որոնք մերժում են այդ գաղափարները, տոները, հիշատակության օրերը, դրանք համարելով սատանայի աշխարհի մաս։ Եհովայի վկաների հետևորդները մինչև այժմ համոզված են, որ զենք չվերցնելը քրիստոնեության դրսևորման բարձրագույն ձևն է։ Եհովայի վկաները գտնվելով պատերազմական երկրներում լրջագույն վտանգ են ներկայացնում ռազմական անվտանգության տեսանկյունից։ Քարոզում են զենք չվերցնել եւ չծառայել, հրաժարվում են պարտադիր զինծառայությունից։ Մորմոններ։ Աղանդը ստեղծվել է 1830 թվականին Ամերիկայում։ Նրանց շարքերում հաշվում է մոտ 6 միլիոն անդամ։ Մոտավոր տվյալներով նրանք ունեն 50,000 գործունյա անդամներ, որոնք զբաղվում են մորմոնականության տարածմամբ։ Մորմոնների ներխուժումը Հայաստան սկսվեց 1988 թվականից հետո։ Պաշտոնապես աղանդը Հայաստանում ճանաչվել է 1994 թվականի դեկտեմբերի 22-ին։ Այժմ Հայաստանում կա ավելի քան 3000 անդամ։ Աղանդը առանձին կառույցներ ունի Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Արտաշատում, Աշտարակում, Արարատում, Չարենցավանում, Ալավերդիում եւ այլ բնակավայրերում։ Ռազմական անվտանգության տեսանկյունից մտահոգիչ է այն հանգամանքը, որ մորմոնները իրենց եկեղեցիները հիմնում են Հայաստանի ռազմական կարևորագույն օբյեկտների տարածքներում, օրինակ Գյումրիում, Արտաշատում, Վանաձորում, դրանք զորամասերից հեռու են ընդամենը մի քանի տասնյակ մետր։ Խնդրին իրազեկ անձինք համոզված են, որ նրանց նպատակը ռազմական անհրաժեշտ տեղեկատվություն հայթայթելն է։ Կյանքի խոսք։ Աղանդը հիմնադրվել է 1990 թվականին։ 1993 թվականին այն գրանցվել է Հայաստանի կառավարության առընթեր կրոնի գործերի պետական խորհրդում համաձայն Հայաստանի Գերագույն խորհրդի կողմից 1991 թվականին ընդունված Խղճի ազատության եւ կրոնակազմակերպությունների մասին օրենքի, իսկ 2000 թվականին վերագրանցվել է Հայաստանի իրավաբանական անձանց պետական ռեգիստրում աղանդի ավագ հովիվը Արթուր Սիմոնյանն է։ Մարդ, որը հայտնի է Արցախում եւ Հայաստանում սահմանների համար աղոթքների կազմակերպման։ Պատահականություն է, թե զուգադիպություն, որ աղոթում էին Արցախի սահմանների համար, որն ամբողջությամբ հանձնվեց, աղոթում էին Հայաստանի սահմանների համար, որոնք օրեցօր նեղանում են։ Եվ հարց է առաջանում. միգուցե ամենևին էլ հայկական շահերից չէին այդ աղոթքները եւ կյանքի խոսքը ի վերջո կրոնական թե քաղաքական կազմակերպություն է։ Քաղաքականության մեջ այս աղանդի ղեկավարի մասնակցության մասին հիշատակումների հանդիպում ենք նաև մամուլում։ Մասնավորապես 2021 թվականին Իրավունք թերթը գրում է մեջբերում։ Իրավունքին հասած տեղեկությունների համաձայն կյանքի խոսք աղանդավորական կառույցի ղեկավար Արթուր Սիմոնյանը շուրջ 4 ամիս Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվելուց հետո շտապ վերադարձել է Երևան։ Ըստ նույն լուրերի, պատճառը առաջիկա հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններն են եւ հստակեցում, թե ում է սատարելու կյանքի խոսքը, իհարկե ներքին կարգով, մեջբերման ավարտը։ Սոցիալական ցանցերում նաև հրապարակումներ են հանդիպում, համաձայն որոնց Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս կյանքի խոսքի համակիր է։ Սոցցանցերի գրառումներից մեկում կարդում ենք, մեջբերում ենք. Սա Արթուր Սիմոնյանն է, կյանքի խոսք աղանդի ղեկավարը։ Հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանը եւս այս աղանդից է։ Հիշեցնեմ, որ Նիկոլն ընտրվելուց հետո անգամ իր էջում էր սրա քարոզը դրել։ Մեր բողոքներից հետո հեռացրեց։ Սա մի աղանդ է, որի հետքերը գտնվում են տարբեր երկրների հեղափոխություններում, իսկ նկարը ավելի խոսում է։ Մեջբերման ավարտ։ Կրկին զուգադիպությամբ Միացյալ Նահանգների վերջին այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է կյանքի խոսքի ղեկավարին։ Save Armenia-ի կազմակերպված ընդունելությանը մասնակցել է նաև Արթուր Սիմոնյանը։ Հայաստանի ներկայիս իշխանությունների քաղաքականությունը լիովին համընկնում է աղանդավորականների գործելագործին։
հեղինակազրկել եկեղեցին, վերացնել ազգային ու ավանդական ամեն բան։ Այս ամենը ներթափանցել է Հայաստան տարիներ առաջ ու ամբողջ այս ընթացքում ամրացել քաղաքական իրավիճակների դիվիդենտներ շահել։ Պայքարը սրա դեմ պետք է լինի հավատքի ամրապնդման, սա ամենևին չի նշանակում, թե միայն ժողովուրդն է մեղավոր եւ այլ առաքելական եկեղեցին անելիք չունի։ Միասնությունը միայն հավատքով ու եկեղեցու շուրջ համախմբվելով է հնարավոր, առանց երկմտանքի, աչքի առաջ ունենալով միայն ազգային շահը ու հայ առաքելական եկեղեցին ամեն ինչից վեր դասելը։ Այսքանով փորձեցինք ամփոփ տարբերակով մոտավորապես հասկանանք, թե ինչ է նշանակում, բայց հիմա մի քիչ փակագծեր բաց հարգելիս։ Ինչ է նշանակում աղանդ հոգևոր մարդու աչքերով, ոչ թե ուղղակի աշխարհիկ մարդկանց համար, այլ հոգևոր աչքերով ինչ է նշանակում աղանդ, ինչով է ինքը տարբերվում, օրինակ, այն ուսմունքից, որը տալիս է հայ առաքելական եկեղեցին։ Սա որպես առաջին հարց, հիմա ես սկսեմ պատասխանել, չէ՞։ Իհարկե, այո։ Հայ առաքելական եկեղեցին հիմնվում է եկեղեցու հայրերի, եկեղեցու ավանդությունների վրա, կազմավորվել են եւ դարերի մեջով են անցել, ժամանակի քննություն են անցել եւ դրա համար էլ կոչվում է ուղղափառ դավանություն։ Այդ դավանությունը այն դավանությունն է, որը կասկածներ այլևս չի առաջացնում, ոչ մի կողմնապահություն չունի, հիմնական նպատակը Քրիստոսի քարոզությունն է, Քրիստոսի փրկությունն է ճիշտ ձևով ներկայացված։ Հիմա աղանդները կարող լինեն մի քանի տեսակի, այսպես որ այս ռոլիկի մեջ էր, որ կարող լինի քաղաքական ինչ-որ նկրտումներից ելնելով, կարող լինի դոգմատիկ ինչ-որ հարցերի շեղումը, ոնց որ Եհովայի վկաներն են ասել։ Ամեն դեպքում գործունեությունը քայքայիչ է եւ կործանարար։ Մի sense խոսք կա, կարծեմ Ներոնն է ասել, որ ամբողջին հարկավոր է հաց եւ զվարճանքներ։ Մոտավորապես այդպիսի ձեռագիրեր ունեն նաեւ որոշ աղանդներ, որոնք այդ զվարճանքի, այդ շոուների, այդ բաների միջոցով են մարդկանց գրավում։ Իսկ մեր եկեղեցու նպատակը հոգու փրկության խնդիրը լուծելն է։ Եկեղեցին դա փրկության տապանն է, այն տապանը, որի մեջ կանչում է Նոյը, ասում է եկեք, որ չվերանաք, հա։ Եվ ուրեմն այստեղ է, որ այդ ուղղափառ դավանանքով է, որ մենք փորձում ենք հասկանալ ճիշտ ճանապարհը փրկության։ Ավետարանից խոսում են բոլորը։ Այդ նույն ավետարանը կարդում են բոլորը, հիմա խնդիրը այնտեղ է, թե ոնց են մեկնում։ Մենք հիմնվում ենք մեր հայրերի մեկնությունների, որոնք անկախ իրարից մի քանի 100 տարվա ընթացքում առաջին դարերից, հա, այդ հարցերը ամբողջությամբ այսպես ինչ եմ ասում, իրար անկախ իրարից, իրար հետ չեն պայմանավորվել, որ բոլորը նույն բանն ասեն, բայց բոլորը եկել են նույն մտքին, անկախ ամեն ինչից, հա, եւ այդ է հենց ուղղափառության, ասենք, հիմքերից մեկը, որ հոգևոր ճիշտ բացատրությունները տալիս են այդ հայրերը, մենք էլ հիմնվում ենք դրա վրա։ Շատ բողոքական եկեղեցիներ ասում են, ինչ է եղել, ես կարդում եմ, ես էլ կարող եմ հասկանամ ինչ է, ես էլ կարող եմ մեկնեմ, ունենալով ոչ մի հիմք աստվածաբանության կամ ասենք տեղեկատվության գոնե, հա, ասենք ինչի մասին են խոսում, որտեվ ինչ կարդում եմ, էլ հասկանում եմ տարբերակը, մի քիչ չի աշխատում աստվածաշնչի տարբերակում, էլի, այստեղ այլաբանություններ կան, այստեղ խորը թաքնված մտքեր կան։ Կարելի է ասենց ասել, որ նման է այն խոսույթին, որ եթե կերբար տանք աղանդին, ինքը շատ նման է գայլին ոչխարի մորթիով։ Գիտես ինչի նման է, ոնց որ երկուսն էլ ոնց որ կին լինեն, ես իմ տարբերակ ասեմ, էլի։ Ուղղակի մեկը օրինական կինն է, մյուսը սիրածն է, էլի, ոնց որ իրանքն էլ է կին, բայց ասում է, որ ոնց որ բան չունի, էլի, լիցենզիա չունի, էլի, ինչ ուզում են էլ անում է, ու ավելի ազատ է իր գործողությունների մեջ, քան ասենք օրինական։ Ազատը սենց ասենք, օրինականը սենց ասենք, ազատը սենց, օրինակ, եթե Եհովայի վկաները քարոզ են անում, որ չպետք է դու զենք վերցնես քո ձեռքը, պաշտպանվես
օրինակ քո թշնամուց, ես դա համարում եմ դավաճանական եւ դիվերսիոն գործողություն։ Սա արդեն օրինական դաշտում եւ ոչ օրինական չէ, ինքը դուրս է գալիս կրոնական, ասեն պետության դեմ է սա արդեն դիվերսիա, որովհետեւ եթե իրանք շատանան, երեխաները, որ իրանց ընտանիքները ծնվում են, պոտենցիալ իրանք զինվոր պետք է լինեն, այսօր զինվոր չեն գնում, չեն զինվորագրվում։ Այսինքն դա մեր երկրի համար մանավանդ, որը պաստայանի գտնվում է պատերազմների թիրախում, դա կոչվում է գոյաբանական դիվերսիա, որը արվում է մեր։ Հիմա ես ուզում եմ հասկանամ հայ առաքելական եկեղեցին, որը ինքը պետք է այդ դաշտը մոնիթորինգ աներ, ինքը պետք է այդ դաշտը մաքուր պահեր, ինքը պետք է անենց քարոզաներ, որ ասենք օրինակ եթե իմ հարևանը գնում է նման կազմակերպություններում աղոթելու, դա իր մեղավորությունը չի, դա առաքելական եկեղեցու մեղավորությունը, որը չի հասցրել այդ մարդուն, որ եթե դու գնում ես այնտեղ, դու կործանվելու ես, քեզ այս մարդը տանում է կործանման ճանապարհով։ Այդ դուք ինչքան ինչ չափով եք տեսնում հայ առաքելական եկեղեցու, բա օրինակ մի հատ օրինակ բերեմ, իմ դուրս հաջող թագում են մարդիկ այդ Եհովայի վկաները, որին շատ կոպիտ, որին հետ խոսալով, որ բան ես ճանապարհ եմ դնում, բայց դուք պատկերացեք իմ դուրը խի մի հատ քահանա չի թագում, խի չի ասում այսօր եկեղեցին կամ վաղը ժամը 10-ին եկեղեցում լինելու է, այս դիսակատարությունը շատ կարևոր բան է քեզ հաղում Հիսուսը ասելու, արի մի հատ այդ եկեղեցին նայ ինչ եք անում այնտեղ, խի դուք չեք ելնում, դռնե դուր դուք ասելով ինգադի չունեմ հենց իննա քեզ, դռնե դուր չեք խփում ու չեք ասում արեք եկեղեցի ժողովուրդ, այ այդ հարցին կարեք պատասխանել։ Ուրեմն դու փաստորեն 3 տվեցիր։ Մեկը զենքի խնդիրը, այդ բանի մեջ, վիդեոյի մեջ, որ մենք որմիջ նայում ենք, չէ, Եհովայի վկաների պահով ասեց, չէ, որ զենք իրենք Աստվածաշունչը ես իմ քանի հազար սխալներով տպել եմ, իրանք են հատուկ տպել։ Հիմա այդ նույն Աստվածաշնչի մեջ, որը մեր Աստվածաշունչն է մեր տպած, այնտեղ մեկ-երկու դրվագներ կա, շատ դրվագներ կա, բայց ես մեկ-երկուսը ասեմ, որ ինչի մասին է խոսքը, երբ որ Հիսուս ասում է, որ զենք վերցնողը, սուր վերցնողը սրից էլ կընկնի, ինքը նշանակում է նկատում է, որ լավ է, որ այն ում վրա որ գալիս են սրով, նա էլ սուր ունենա։ Չէ՞։ Եվ հետո այսպիսի մի խոսք կա էլի Աստվածաշնչի մեջ, Հիսուս ասում է չի կարող գայթակղությունը չգալ, բայց վայ նրան ում ձեռքով կգա։ Հիմա եթե իմ հարևանը ուժեղ է, զենք ունի իր ձեռքին, ես չունեմ զենք իմ ձեռքին, ես հանդիսանում եմ մեծագույն գայթակղություն այդ հարևանի համար, որ ինքը գա ու ինձ այդ զենքով կխփի։ Ես եմ գայթակղություն հանդիսանում իր համար։ Ես եմ մեղավոր, որ թույլ եմ տալիս ինքը գա ինձ խփի, որտեղ ինքը վստահ է, որ ես զենք չունեմ։ Սա մեր տեսանկյունն է, այսինքն զենքը պետք է լինի, եւ այդ զենքը պաշտպանվելու համար պիտի լինի, եւ այդ զենք վերցնելու այդ ուղակի բառախաղը իրանք որ անում են, դա ընդհանրապես մի հատ հնարք է, ասենք բանակից փախչելու։ Ընդհանրապես հնարք է այդպիսի, հա։ Եվ ցավոք սրտի մեր երկրում որ իրանք բնավորվել են, հա, ու միգուցե գայթակղություն է դա, որովհետեւ տեսեք, մարտի 20,000, 30,000 դոլար տարետվել են բանակից ազատել են, այստեղ արիվտես ոչ մի բան պետք չի, գնա ամեն շաբաթ կիրակի մեր գոհ այնտեղ երկի, այնա բանակից ազատվում ես այդ խոսքի եւ չգիտեմ ինչ իրավունքի բանով։ Գայթակղություն։ հա, ասում եմ, որ իմ կրոնը սենց է ինձ ասում, բայց նպատակը բնականաբար հասկանալի է ինչ է, որտեվ ինքը կարա իր տպած Աստվածաշունչը բացի ու ասի տես, այդտեղ գրածա, որ պետք է զենք չվեկանես։ Մեր Աստվածաշնչի մեջ էլ գրածա, որ մի եղի գայթակղություն դիմացինի համար։ Այսինքն, պարզա չէ, որ պիտի դիմացինը իմանա, որ ես պաշտպանված եմ, կամ ի վիճակի եմ պաշտպանվել։ Եթե ինքը գիտի, որ ես ի վիճակի չեմ, ինքը հաստատ իր հարցերը կլուծի, ոնց որ ինքն է ուզում։ Դրա համար զենքը պիտի լինի, քանի որ մենք ապրում ենք այս աշխարհում, որտեղ որ այդ ամեն ինչը աշխատում է գետնի վրա։ Հիսուս շատ հստակ ասում է, որ սովորեք այս աշխարհի որդիներից, սովորեք, օծի պես խելամիտ եղեք։ Հա, այն ինչ որ այս աշխարհում է կատարվում, մենք պետք է սովորենք դա։ Մենք պետք է հասկանանք ոնց էդի օգտագործենք։
որ չլինի ի վնաս մեր հոգու փրկության եւ լինի օգուտ երկրի, ասենք, ապահովության։ Ինչ վերաբերում է դուրը ծեծելուն, ուրեմն Արսեն ջան, ասեմ, եթե լավագույն դեպքում ամբողջ հայ-առաքելական եկեղեցում կա 300 հոգևորական, ապա միայն Հայաստանում Եհովայի վկաներից ամեն մեկը մի դուր ծեծող, իսկ իրանք շատ են դռնեդուռ ընկած, շատ։ Բայց ո՞վ է շատ։ Հայ-առաքելական եկեղեցու քահանան կարող Ձերտությամբ է շատացել իրան։ ում թույլ տվությամբ։ Հայ-առաքելական եկեղեցու։ Հայ-առաքելական եկեղեցին չի պնդել, չի պարտադրել, որ չի կարելի նմանատիպ եւ ում պարտադրել պետությանը։ Այն պետությանը, որը ստորագրում է Եվրոպայի հետ կոնվենցիա խղճի ազատության, դրան պարտադրել։ Իհարկե։ Հետո պիտի ասեին, բան չեք խառնվում պետության գործերին, պիտի ասեին։ Չէ, տեսեք, մտնում քաղաքական ես հասկանում եմ դուք ինչ եք ասում, բայց մի հատ sense հասարակ հարց էլի։ Ես սովորական աշխարհիկ մարդ լինելով, ես հասկանում եմ հետեւյալը, որտեղ ինձ կոմֆորտ է, ես որբիսի նայեք, հարցնում է դու քրիստոնյա ես, այո։ Գնում եմ եկեղեցի, չի խոսում ինչ եկեղեցու մասին է, գնում եմ եկեղեցի, աղոթում եմ, եշկում եմ, օրհնությունը ստանում, գալիս եմ։ Բայց այնտեղ ինձ կոմֆորտ է։ Ինչով է կոմֆորտ։ Բանակ չեն տանում մեկ լավ նվերներ են բաժանում։ Հասկանում եք, չէ՞ ինչու մասին է խոսքը։ Եթե հանկարծ ինչ-որ ֆինանսական խնդրի մեջ ես կանում, քեզ ինչ-որ ֆինանսներով օգնում են։ Հասկացեք, իսկ մեր հայ-առաքելական եկեղեցին ինքը չոր խոսքը տալիս է, ճիշտ է, ինքն էլ է օգնում կարիքավորներին, ես չեմ ասում, որ չի օգնում, շատերին է օգնում, բայց ինքը, գիտեք ոնց, մի քիչ կներեք ես համացանում, գոռոց կեցված կա վերցրել, որ ես ճիշտն եմ, ուզում ես արի փրկվի, չես ուզում ճանդամ, գնա կորձանվի։ Այդեն չի լինում, ժողովրդի հանդեպ պետք է այդեն չլինի, ուսուցիչ պետք է անես, որտեղ հայ-առաքելական եկեղեցին եթե չլներ, մենք հիմա թուրքերեն ենք խոսալու իրար հետ։ Այո։ Դա հստակ։ Հիմա մի քանի բան ասեմ այդ կապակցությամբ, ուրեմն երբևէ ինձ երբ որ հարցրել են թե բա ինչու են աղանդները այսքան շատ կամ ինչ են իրանք այդպես հաջողում, իմ միակ պատասխանը որ կարամ ես տամ, այվել է այսպես, որ մենք լավ չենք աշխատում։ Եկեք, ստեղ չկա տես տարբերակ, որ մենք հիմա հայ-առաքելական եկեղեցու քահանաներով կամ զինվորներով, աշխարհականներով Փեդերը վեկալ են կրանք աղանդավորներին ինչ-որ կշտելու կամ չգիտեմ, այս բան չկա։ Պետք է հստակ նայել մի վիճակի, որ կա մրցակցություն այդ դաշտում, ու այդ մրցակցությունը շատ ուժեղ է գնում, հա, եւ ուրեմն պետք է հոգեվորսություն է դա։ Համապատասխանել այդ մրցակցությանը, պետք չի հոգեվորսությամբ, այլ նրանք զբաղվում են հոգեվորսությամբ, այդ իրանց գործն է, որովհետեւ իրենք մեջը լիքը շահ ունեն։ Իրենք ունեն նպատակ քայքայման, իրենք ունեն նպատակ հարստացման։ Ես մի հատ ամերիկյան ասացվածք ասեմ, եթե նկատեցիր բոլոր աղանդները համարյա ծնվել են Ամերիկայում, չէ՞, ինչ խոսում էր այդ կինը, ասում էր, որ Ամերիկայում Ամերիկա մեծ թվին, այս թվին։ Ուրեմն Ամերիկայում մի հատ sense ասացվածք կա, հստակ, որը ասում է, ուզում ես հարստանալ, քո աղանդը ստեղծիր։ Այս մարդիկ տասանորդ են վճարում, բոլոր աղանդավորները վճարում են տասանորդ։ Գրված է Աստվածաշնչում, որ պիտի տասանորդ տաս, ուրեմն պիտի տակ տասանորդ։ Այսինքն այստեղ առաջին հերթին գալիս է ղեկավարների հարստացման նաև խնդիրը։ Ասում ես իրենք օգնում են։ Եհովայի վկաների նման հարուստ աղանդ աշխարհում չկա։ Իրանց նման Ռոբջան, հա, իրանք շատ մեղավոր են, շատ մեղավոր են, բայց բոլոր այն մարդիկ ովքեր գնացել են այդ աղանդները, իրանք ի սկզբանե հայ-առաքելական եկեղեցում մկրտված բանը, ասենց ասած գնացողներ, հայ-առաքելական եկեղեցին գրեթե 90%-ին ինքն է մկրտում։ Այո։ Բայց որտեղ է այդ կապը, որ կտրվում է հայ-առաքելական եկեղեցին, ուրեմն ասեմ, որ ինձ թվում է ինքը շատ գոռոզ է իրան պահում։ Կա մի այսպես մի սխալ վիճակ մեր մանավանդ երիտասարդների մեջ ովքեր պատրաստվում են դառնալ քահանա, որ այն քարաջան, որ իրանք հագնում են, այն սեփշորը, դա ունի հեղինակություն։ Եվ երբեմն իրենց ոչ մի լուման ներ չտնելով այդ հեղինակության վրա, փորձում են ոնց որ ասած թաքնվել այդ հեղինակության հետևը։ Ես արդեն քահանա եմ, հա, ճակատիս ուսուցությունը կա, ինձ պիտի դիմեք այսպես, ինձ հետ sense պիտի վերաբերվի։
հիմնականում երիտասարդները այս բանին հագայթակությանը գնում են եւ դա է որ պատճառը որ կա ներքին թաքնված հպարտություն, մեծամտություն, որ եթե այս սև շորը իմ հակն է, ուրեմն դու պետք է գաս իմ դուռը կամ չգիտեմ, ես պետք է սենց խոսեմ, դու էդի տենց պետք է հալած յուղի տեղ ընդունես, հա, ամենակարևոր բանը, ես որ սովորում էի, մեզ սովորեցնում էին, հա, որպես ապագա քահանաների, որ ամենակարևոր բանը հոգատարությունն է, հոգատարություն ում նկատմամբ, ով հանդիսանում է առաջ կանգնած մարդ, ով գալիս է քո եկեղեցին, ինքը պիտի քո մեջ տեսնի սիրող հայր, եւ որ ասում են Տեր հայր, այդ Տերը Աստծուն չի վերաբերում, այդ Տերը դիմելու ձև է եւ հայրն էլ իր գործողության ընթացքն է։ Հիմա եթե ես տիրություն չեմ անում, հայրություն չեմ անում, խի պետք է ինձ ասի այդ մարդը Տեր հայր։ Մենք պիտի ինձ վերաբերմունքի հարց է, մարդ հարաբերության հարց է, դա հիմնվում է Քրիստոսի այն խոսքի վրա, որը ինքը մեզ որպես, չգիտեմ, այս աշխարհում ապրելու կներես ռուսերեն բառից համար ինստրուկցիա է տվել ապրելու այս աշխարհում։ Այն հрьяաները հաշվել են 613 հատ պատվիրան իրանց 5 տակարանի մեջ հաշվել են այդ 613 պատվիրան են հաշվել։ Այդ պատվիրանները ով է տվել։ Տվել է Աստված, այսինքն նույն Աստվածը, որ խոսում է նաև նոր կտակարանում։ Բայց այդ նոր կտակարանում խոսող Աստվածը, այդ 613 պատվիրանը բերել մցրել է երկու բառի մեջ եւ ասել է միմյանց սիրեք։ Մնացածը դուք որոշեք, դուք արդեն չափահաս մարդ եք։ 5 կտակարանում խոսել է ձևը, ոնց որ հայրը խոսում է անչափահասի հետ։ Նոր կտակարանում հայրը խոսում է չափահաս մարդու հետ։ Այնտեղ եթե իր ընտանիքի օրենքների մասին էր, հա, ամբողջը կային այդ օրենքները դրված, այսպես պետք է լինի, այսպես պետք է չլինի, սենց պետք է անես, սենց պետք է անես։ Անկամ թե ոնց ինչը ոնց ուտես, էդ էլ կա։ Իսկ ստեղ Հիսուս ինչ է ասում։ Նույն Աստվածն է, որը տվել է այն պատվիրանները, ստեղ արդեն խոսել է ոչը փոխվում, ասում է իրար սիրեք, մնացած արդեն դուք որոշեք, թե ոնց վերաբերվեք։ Իսկ միգուցե այստեղ ուղղակի խոսում ենք երկու տարբեր կերպարների մասին, որ Աստված ենք կոչել։ Որտեղից օրինակ չէ, տեսեք, մի քիչ շեղվեմ այդ աղանդավորներից, քանի որ հարցը սենց բարձրացվեց։ Ով է ինձ գարանտիա տալիս, որ Աբրահամի հետ խոսածողը այն Աստվածն է, որին Հիսուսին է ուղարկել։ Որտեղից ձեզ այդ գարանտիան, ոնց կարաք դուք ինձ ապացուցեք այդ փաստը։ Իսկ Սատանը չէ կարա, ոնց որ Հիսուսի հետ խոսած, նույն ձևիշներ Աբրահամի խապեր, ասեր լուսավոր կերպարով, ասեր ես եմ Աստծո։ Այսինքն նոր կտակարանում լիքը տենց ապացույցներ կան, բայց ես քեզ ասեմ, հավատացող մարդու համար պետք չի ապացուցել ինչ-որ մի բան, որովհետև եթե պետք է ես մի բան ապացուցեմ, կամ արդեն ապաշխարա ցույց տամ, էլ հավատալը բան։ Չէ, դուք ինձ այդ տեսեք ինձ այդտեղ նոր կտակարանում ասում է ով նոր կտակարանում ասում է ով ինձ է տեսնում, որն է տեսնում։ Հա, բայց ում ինքը այր մեր որ հերկինս է, դուք չեք ծառայում այն հորը, որը ինձ ուղարկել է, այդ նույն խոսքն է կա, չէ։ Ինքը էդի ասում է ում։ Հրյաներին, փարիսեցիներին։ Այն որ չեն ծառայում այն, հա, բայց հայրը դրանից չի փոխվում, է։ Լավ, հայրը կա, իրանք միշտ էլ հրաժարվել են այդ հորից։ Ես միշտ ասում եմ, ես դիմում եմ այն հորը, ով ուղարկել է Հիսուսին, իմ համար այդ ուղենիշն է։ Այսինքն հայրը եւ ինքը մեկ են, չէ։ Աբրահամի Աստծուն ես չեմ դիմում երբևիցե։ Ես դիմում եմ Հիսուսին ուղարկողին։ Всё, իմ համար էդի ուղենիշը։ Աբրահամը հրեա չէր, եթե ուզում ես։ Չէ, հայրը ուզում է հայրնի, ուզում է հրեալնի, ինչ ուզում է ալնի, իմ համար միակ երևույթը, որը հավատքի մեջ կա, դա Հիսուս Քրիստոսն է։ Ես ուղղորդվում եմ իրանով, ինքը իմ համար կոմպասն է, կոմպաս։ Անի որ լավ ես անում, բայց տես, ես որ մի քիչ առաջ ասեցի, որ մենք հիմնվում ենք եկեղեցու հայրերի վրա, այդ եկեղեցու հայրերը շատ ու շատ տեղերում ասում են Աստծո անունից խոսեց, ասում են ես են Աստվածն եմ, որը Աբրահամի, Իսահակի եւ Հակոբի Աստվածն է։ Հա, եւ չի փոխվում Աստված, այսինքն իմ փոլ չկա ստեղ էլի։ Սատանեն կարա խապի մարդուն, թե չէ։ Հա? Սատանեն ստի հայրը չի։ Հա, բայց այդ ձևի կոպիտ, այդ ձևի Այո, ծավալանը սատանի մարից կոպիտ կա։ Մարդուն գայտակղելու համար իրան սաման չկա։ Լավ, ինչևից է վերադառնանք մեր հավանաբանական հարցերը արի Արսեն ջան։ Հա։ Մի կողմ դնենք, որտեղ ապացույցներ շատ կան, եթե ուզենանք գտնենք, հա, կարանք նստենք ժամերով, ես բացեմ նոր կտակարանը, սկսեմ թերթել ու
մեկ ապացուցել։ Վերադառնանք ճագետավոր մեր հարազատ Վերադառնանք աղանդ մեր բաներին, հա, գառները։ Դուք ասում եք 300 հոգի եք, մենք չենք կարող բոլորս գնանք, ասենք, բայց շաբաթը մեկ անգամ, ասենք, ուղբատ օրը երեկոյան կամ շաբաթ օրը երեկոյան կարելի է մի հատ այց կատարես քո շրջապատում գտնվող տներում եւ խոսես թե կիրագորիա քո ասենք այդ ծիսակատարությունը որ դու անելու ես ինչու մասն է եւ ինչով է դա կարեւոր որ մարդը անպայման դեռ լինի դա մեկ բաց թողում եմ տեսնում երկրորդը տեսեք խոսում ենք խղճի ազատությունների մասին որ այդ օրենքի այդ sense ասած գլոբալիստների օրենքը որ մղցրել են մեր մեջը ինքը իրավունք է տալիս գործել առանց որևիցե մի սահմանափակության օրինակ ասենք փողոցներում դնում են պլակատները ու գրեթե համարյա թե ձեռքից քաշելով կանչում են մարդկանց ցիգաների նման թե այնի ասում է դայ պագադայ էսի նույն բանն է համարյա ասում է արի հետո դու պագադայց կանես դու տեսեք ոստիկանությունը ոչ մի բան չի կարող անել օրենքը թույլ է տալիս այդ մարդուն ազատ քարոզանը չէ բայց եթե օրինակ հիմի խոսքի խղճի ազատության մասին է խոսքը ես որպես քաղաքացի նույնպես գտնվում եմ օրենքի հովանու ներքո ճիշտ է իսկ ես ասում եմ ես չեմ ուզում պետություն կորցնեմ այս ոչ ճիշտ հավատների շնորհիվ այսինքն ինքը խախտում է իմ խոսքիս իրավունքը իմ խղճիս իրավունքը ես ասենք դավանում եմ ճիշտ հավատքին ու ես մեղքում եմ որ իմ ազգս գնում է կորստի ինքը եղա որ իմ խղճիս վրա ազդում է Ստեղ հագասություններ կա, որին պետք է անդրադառնա հենց եկեղեցին ու եկեղեցականները։ Այդ ես չեմ կարող։ Դուք եք այս դաշտում պրոֆեսորները։ Այո, ասում եմ, փաստացի պրյամոյ ասա, որն է հայ առաքելական եկեղեցու սխալը որտեղից է այս կտրվել այդ կապը, որ դուք բաց եք թողել ասեք։ Սխալը հոգատարության բացակայությունն է կամ քիչ լինելը։ Գործին լուրջ վերաբերվել, այսինքն ոնց լուրջ, իրապես սրտացավ վերաբերմունքի մասին է խոսքը։ Ուղղակի նստել սպասել եկեղեցում, թե ինչ-որ մեկը պատահական կգա կմտնի դուրս կգա, այդպես չի, բայց այն պրոբլեմները, որ դու հիմա առաջ ես բերում, տես Երևանի կամ պայմաններում ուղղակի անհնար է։ Ես քեզ կարող եմ բերել Հալեպի, ասենք, նախկին Հալեպի օրինակը, երբ որ ասենք Հալեպում կային որոշ քանակությամբ քահանաներ, որոնց մեջ հստակ բաժանված էին ուրեմն համայնքները, ամեն մեկը գիտեր ինքը քանի տուն ունի, եւ ինքը այն մարդներ, ով որ գնում ու մտնում էր այդ տները, տարին երկու անգամ տնօրինակ էր անում, մտնում էր բոլորին ճանաչում էր, այսինքն տեսեք, այդ բանը հնարավոր է, երբ որ դա գյուղի մեջ է, այդտեղ թեկուզ Հայաստանում, եթե որ գյուղի մեջ է եւ մի հատ քահանա է, մի հատ եկեղեցի է ու մի գյուղ է։ Մեր մոտ քահանաները այնքան քիչ են, որ minimum 10, 15, 20 գյուղ, 30 գյուղ մի քահանային, սա ռեալ չի ուղղակի։ Եվ լավ է գոնե, որ այսօր կա ձև մարդկանց տեղեկացնելու, ասենք ինտերնետը, ասենք Facebook-ում կարա քահանան դնում, ասում է, այս ինչ օրը նկատած կլինես, տեսած կլինես։ Այս ինչ օրը, այս ինչ տեղում պատարակ ենք մատուցում, հա, ու տեսնում է մի քանի հազար մարդ։ Ձև է, թե ձև չի, ձև է։ Տեսեք, Իմի ուզում եմ ես մի վարգյան այս տեսանյութը նայեք, մեկ երկու րոպե է։ Ինչ հոգեբանական խնդիր ունի այս մարդը։ Սա Հայաստանն է։ Մեր կյանքի հիմունք մենք ծնվել ենք ցայն հանելու համար մենք ծնվել ենք մրանչալու, մենք ծնվել ենք շու, մեր դասնիցյանը շու, կրեք, Հերի քեզի դրես ծվի տեղ, դու զում չես, դու շուզորից ես դուրս եկա, այդ ծվի դաշտից, դու այսօր լյանի, արդիվ ես, դու արդիվ ես, Իրականում մենք ծիծաղում ենք, բայց ինքը դուք պատկերացրեք։ Ասելու բան է իհարկե։ Ինքը ոչ մի բան չէր լինի, ես չէի դնի այս տեսանյութը, եթե մարդիկ չծապարեին։ Օրինակ մարդիկ լուր նայեն, կասեին մենակ ղել առելա, հելել բանան, մարդիկ ընդունում են դա։
որ դա կարա լինի սուրբ, դա կարա լինի հավատք։ Ուզում եմ հասկանամ, մենք եթե այս տեմպերով առաջ գնանք, ինչքան կձգենք։ Հավատքի տեսակետով, իսկ հավատքը եթե չկա, Հայաստանը չկա, հայը չկա։ Ես գտնում եմ, որ հավատքն է, որ այսօր հային պահում է։ Գիտես այսօր ամենա վտանգավոր աղանդը որն է։ Նիկոլիզմը։ Ես ինչ բալզամ էր։ Ինչքան մարդ է հավատում այդ մարդուն։ Հիմա ես ինչ ասեմ, ուր են գնում այդ մարդիկ։ Մարդը ասում է մենք անկախ պետություն ենք դառնում, ռուսներից փոխվել ենք, բայց չի ավելացնում, որ հեսա կամաց թուրքերին ենք կպնելու ու դառնալու ենք ինչ որ մի վիլա հետ։ Դա չի ասում, որտեվ դա ձեռ չի տալի որ ասի, բնականաբար։ Ամենավատ աղանդը դա է, ու ամենամեծ հետևորդներ ունեցողը։ Իսկ այդ մարդու հետ կապված հարցը ես անոնսում տեսա, որ դու վաղը հոկեբանի ես Դավիթ։ Այո։ Շատ լավ աղջիկ է, գիտեմ մի քանի անգամ լսել եմ, շատ խելացի աղջիկ է։ Խելացի կին է, այսպես ասենք կներեք։ Դե իմ աղջիկա տարիքին է երևի։ Ուրիշ բանի նկատի ունենք աղջիկ։ Հա, իմ աղջիկա տարիքին է երևի։ Աղջիկա տարիքին, այո։ Այո, եւ ուրեմն կարծում եմ ինքը շատ լավ կարա այդ սահմանումը տա այդ մարդու եւ ցավոք այն խմբի, որոնք նստած ծափահարում են մարդկանց։ Որովհետեւ սրանք ինչ որ, չգիտեմ, աղանդ էլ ինչով աղանդ եթե տեսնի։ Հիմնակ է դա, հենց բաներ կա։ Ընկնում են, թռվռում են, չգիտեմ, այն նույն 50-ականները հենց բաներ են ասում այ մարդ բլբլում բաճեց ասկերով։ Վերաբերյալ մի հատ տեսանյութ է նայենք, վերջին հարցել այսօրվա մեջ ես տամ, մնացածը արդեն ընկերներից բարձրացնեմ, թող հարցերը տան ու իշնեն։ Հարցը տալիս եք ժողովուրդ ջան, ստանում եք պատասխանը, իշնում եք։ Ես շատ մարդու շատ երկար վերևը չեմ թողնելու։ Մենք պայմանավորվել ենք, որ вообще մարդ չէր բարձրանալու, բայց մենք առօրյա պայմանավորեցինք, համոզեցինք իրար, որ սրտիկի մարդկանց մասնակցությունը շատ կարևոր է։ Իհարկե, այլ որտեղ։ Մենք էլ այս հարթակն ենք օգտագործում։ Հա, մի վարյան մի հատ կստացի այս տղային, եթե ունես հնարավորություն ինձ ծանոթացրա, ես կուզենամ իրան էլ անպայման մեր մոտ հյուր տեսնեմ, հեսա մի վարյան դնեմ լսենք։ Լեզուներով աղոթքի մասին։ Աղանդավորական ամենատարածված շոուն այսպես կոչված լեզուներով աղոթքն է, երբ որևէ մեկը հռչակում է, որ ինքը լցվել է Սուրբ Հոգով և սկսում է անառողջ դատարկաբանություն։ Иисус Иоаннов, Вонешаду нахола мило касам башали касам. Դավթի քարերով սիննա կասայալարակաչար հոգոտուգուսալույա։ Եվ սա ոմանք անվանում են աղոթք։ Այո, Աստվածաշնչում եղել են մարդիկ, ովքեր Սուրբ Հոգուց շնորհ են ստացել լեզուներով խոսելու, բայց դա անհրաժեշտ է, որովհետև քրիստոնեությունը պետք է կարճ ժամանակում տարածվեր ամբողջ աշխարհով մեկ եւ եկեղեցիներ պետք է հիմնադրվեին առաքյալների կողմից աշխարհի 4 կողմերում։ Բնական է, որ հռոմեական կայսրությունից մինչև Հայաստան ու Հնդկաստան քարոզող առաքյալները պետք է տիրապետեին շատ ու շատ բազմազան լեզուների։ Օտար լեզուների շնորհը կարող է այսօր ևս տվել, եթե որևէ մեկը որոշի գնալ Թեհրանում քրիստոնեություն քարոզելու եւ Աստծուց խնդրի պարսկերենի շնորհ, պարսկերենով պարսիկներին քրիստոնեություն քարոզելու համար։ Բայց այս շնորհը երբեք չի օգտագործվում աղանդավորների կողմից ի շինություն եկեղեցու քարոզչության համար։ Այլազգի աղանդավոր քարոզիչները օտար լեզուներով եւ թարգմանիչների միջոցով տարիներ շարունակ հայ ժողովրդին փորձում են բացատրել, թե ինչ ի նկատի ուներ Պողոս առաքյալն իրականում։ Ընդհանրապես, եթե ուզում ես իրականում արագ մկրտվես, պետք է միտքը դնես մի կողմ ու հետևես ինչ որ ասում ես։ Եթե վստահես ինչ շատ արագ մկրտվես։ Ուղղակի անջատի գնես։ Դա ասես բառը ստեց ընդելը։ Պրոստը բասկո, կարող է տարեր լինի։ Ես մարդիկ գիտեմ, որ անիստերով այսպես են արել։ Մինչդեռ ամեն ինչ շատ հստակ է։ Ըստ Պողոս առաքյալի Կորինթացիներին ուղղված առաջին նամակի լեզվախոսությունը անպայմանաբար պետք է լինի միմիայն ի շինություն եկեղեցու,
Պետք է խոսեն 1, 2 կամ առավելագույնը 3 հոգի, այլ ոչ թե աղանդավորների նման բոլորով միասին։ Խոսքը պետք է լինի թարգմանելի եւ անպայման պետք է ներկա լինի թարգմանիչը, որը ձեր խոսքի ընթացքում պետք է համայնքին թարգմանի, թե ինչ եք դուք խոսում։ Այսինքն առանց թարգմանչի Պողոս առաքյալը հստակ ասում է լռեք, խոսողն ինքը պետք է կարողանա հստակ բացատրել, թե ինչ նկատի ունի, ինչի մասին է խոսում, այսինքն ինքը պետք է հասկանա իր խոսածածը։ Եթե մենք խոսում ենք, բայց չենք հասկանում, թե ինչ ենք խոսում, ապա մենք ուղղակի դատարկաբաններ ենք։ Ասեմ ավելին, Ինչպես միշտ աղանդներում Ես ինչի էսի դրեց այս խոսքերի մասին, այս որ տարբեր լեզուներով աղոթում են, ինքը ինձ համար միշտ անհասկանալի մի հատ բան ա եղել, շատ անհասկանալի։ Ես միշտ չեմ հասկացել, թե ինչի, հա, լավ, ես հայերենս գիտեմ, ռուսերենս գիտեմ, ասենք, մեկ էլ մի հատ ասենք լոմանի անգլերենով կարող եմ ես ինչ-որ ձևով, ինչ-որ մի բացատրեմ ձեռքով ոտով, բայց հետո որ մեկնաբանությունը sense նայում եմ, իրական թարգմանությամբ ինչ կարա դա նշանակի, որ այն ժամանակներում շատ խնդիրներ ա եղել, մարդկանց լեզուներով պետք է, որ իրանք կարողանային բան անեին, բացատրեին իրական հավատքի մոմենտը Հիսուսի քարոզը տանեին, իրանց պետք էր, որ իրանք այդ լեզուները Սուրբ Հոգուց ստանան, բայց սրանք վերցրել են, ոնց որ կռազը լինի փչացած, հենց այդ Արթուր Սիմոնյանը, փչացած կռազը հետևից է մի հատ մուխ հայելնում, խոդիա տալիս չի գնում, ուղղակի ես ուզում եմ հասկանամ, ինչքան կարան այս մարդիկ հավատքը դարձնել ծաղրանք։ Իշի, որ իրենք կարմիր գիծ չունեն։ Արսեն ջան, սա հստակ հասկանում ես, էսի շոուի է, շոու, որը իրանց ապահովում է որոշակի գումարներ, որոշակի ազդեցություն, իրանք համարվում, փաստորեն ստեղծել են այնպես կազմակերպություններ, որը միշտ կարելի է քաղաքական ճանապարհով օգտագործել, գիտեմ, պառակտում, այնտեղ ընտրություններ, հա, իշահ, չգիտեմ ում, այսպիսի վիճակը, սա գլոբալիստական լավ ծրագիր է, հա, այդ բաժանիր որ տիրեսի նման, ինչ վերաբերվում է լեզուներով խոսելուն, բնականաբար Սուրբ Հոգին այդ առաքյալն լեզուները տվեց, որ իրենք գնան Քրիստոս քարոզելու։ Եվ Պողոս առաքյալն էլ հստակ ասեց, որ պիտի լինի այսպես։ Արտակ բարի երեկո Արսեն ջան։ Մենք հին ջան Արսեն ջան։ Հա, ես թողեմ ես գնամ։ Կոլեգաներ ենք համել։ Մի քիչ առաջ ասում էր երեխա էր ինքը, բա։ Երեխա վախտից եմ իմանում իրան, հա, Արսեն ջան։ Հա, ուրեմն մի ռուս հոգևորական, որ մի քանի լեզվի տիրապետում էր, հա, գնում է, մտնում է այդ 50-ականների մեջ, ռեալ պատմություն է, ինքն է պատմում։ Ասում է, եկել է իրանց այն գուրուն էլ, այդ 50-ականների, որ ինչ ասես ասում է, ասում է, ես մոտեցա իվրիտով, հին իվրիտով ասում է, բաներ խոսեցի, ասի դե թարգմանի, ես մարդը սկսեց թարգմանելի բր, դե Աստված ասում է, որ դուք օրհնված լինեք, ասում է, ես դες բան չեմ ասել, ես ասել եմ էսի, սա էս լեզուն է։ Հետո արամերեն է ինչ-որ բան ասում, ես մարդը նորից Աստված ասեց, որ այ մարդը ասում է, սպասի, հետից չի, էսի է նշանակում, նոր ֆռմ է ժողովրդին ասում է, ժողովուրդ, ես մարդը բան չի հասկանում լեզուներից, ինչ եք բեր էստեղ իբր ձեր բանն է, էլի, առաջնորդն է, որ ամեն ինչ տեղակ է։ Այդ եղել է մի փոքրիկ բացահայտում այդ սուտ վիճակի, էլի, հա, այդ մարդը կարողացել է անել, հա։ Ու բնականաբար, եթե խոսում ես, մարդը չհասկանա, ինչ ես խոսում։ Այդքան ժամանակ հայ առաքելական եկեղեցում ես դες բան չեմ տեսել, որ ո՞նց պիտի տեսնես։ Ես քեզ ասեմ, հակառակը պետք է հնարավորինս այնքան պարզեցնել մեր լեզուն, որ ժողովուրդը խնդիր չունենա հասկանալ։ Շատ պիտի պարզեցվի։ Այսօր բաներ կա, որ ծեսերի մեջ իհարկե գրաբարը դա հրաշալի մի հատ ոսկեղենիկ հայերեն է, բայց եթե պետք է քահանան պիտի գրաբարից հետո միանգամից դա աշխարհաբար բացատրի, որ մարդիկ հասկանան ինչի մասին էր խոսքը։ Հա, որովհետև ամեն խոսքը օրինակ, չգիտեմ, բխիթարություն է բերում, հավատի հիմք է ստեղծում, այսինքն դու սկսում ես հասկանալ ինչի մասին է խոսքը։ Հա, գրաբարով այնքան կարելի է ասել, շատ սիրուն է ինքը, երկեցիկ, ավետարան կարդալ, խնդիր չկա, բայց եթե հասկանում եմ միայն կանգնած, ասենք, մասնագետները, սարկավագները, քահանաները, դպիրները, ժողովուրդը ասենք ասում է այնքան լավ էր, այնքան սիրուն էր, բայց բան չհասկացա, ես չեմ ուզում այդպես լինի,
Ես ուզում եմ անգամ այդ ոսկեղենիկ հայերենը թարգմանվի, որ հասկանալի լեզվով, քանի որ ցավոք սրտի մեզ կտրել են այդ լեզվից, մենք մի քիչ տգետ ենք այդ հարցում, ներողություն Կոպիտ Բաղրիսյան։ Շատ լավ, Արտակ ջան, խնդրեմ։ Արտակ, ոնց ես։ Լիքը հարցերից պատասխանեց Ռոբես։ Տեր ատոմ, օրհնեցեք։ Աստված օրհնի, Արտակ։ Լավ ես հարազատ։ Բարևներ Թոմասյան Արմենից ու Մանուկյան Սուրենից մեր բաս իրանց հետ։ Սուրանին բարև։ Մենք Ռոբիս հետ իրոք աշխատել ենք, ես որ ասեցի թեժներ հետ պաչեմ ասում, ճիշտ է, կարող է լավ ինգերություն չեմ բերել հետ, բայց ես քեզ ինգեր։ Արդեն միրուքը ստել թուշա մնացել։ Քիչ եմ տնեցում սա կերծել ենք ես։ Իսկականից շատ կարևոր բաներ ասեցի։ Դու գիտես, ես երեխա ժամանակվանից ոնց որ դու ես ասում եկեղեցում եկել եմ ու գիտեմ դպրոց դասում եղել եմ ու շատ լավ շատ բաներ եմ տեսել ու իրականում կարծիքներ են եղել, որ ուզեցել եմ միշտ բարձրաձայնեմ ու բարձրաձայնել եմ իմ շատ սիրած Տեր Շահեի հետ եմ կիսվել, Բաբկենի Տեր Գյումրիում Տեր Արսենի եւ այլն, միջալոց Տեր Արսեն, որ ասեցի, էլի իմ լավ ընկերն է Տեր Արսենը շատ հարգում է իրան։ Մի խոսքով, նույնիսկ չեմ ուզում այլ ավելի բարձր հաստատների տասը, որ էլի քննարկել եմ, կարևոր բան է, որ ինձ շատ անգամ եղել են։ Հիմա ես Եվրոպայում եմ ապրում, ստեղ շատ ավելի մեծ է գլոբալ այդ խնդիրը, որ հարցնում են ինչ էր ասում քահանան։ Շատ կարևոր նոր բան է իր ասում։ Ես ասեցի մանավանդ պատարակների ժամանակ, ասում եմ պատարակամատույցը կա աշխարհաբար նաև որ եւ կա գրվածագրաբար եւ մյուս կողմում աշխարհաբար, որ կարող ես ուսումնասիրես լավ էդի պատարակները, բայց լինում են նաև ուրեմն ժամերգություններ, հետո ուրիշ տաղավարներ են ունենում, ու հարության մանավանդ եւ ծննդյան տաղավարներ, բան չեն հասկանում, շատ ասում են շարականը հիասքանչ էր, բայց ինչ էր իր մեջ։ Շատ կարևոր է, որ դրանք ուղղակի մի կերպ ներկայացվի։ Մի բան հարց որպես որ ասեմ, որպեսզի լիքը հարցվողներ կլինեն, Ռոբ ջան, մենք իհարկե կապը կա, մենք կխոսենք։ Հարցս հետևյալն է, օրինակ, մի այս խոսակցության ժամանակ լսեցի, որ ասում ես քահանաները քիչ են եւ այլն տնօրինակները կամ տուն հաճախումները։ Քրիստոսը մենակ էր։ Ուներ ընդամենը 12 Քրիստոսը մենակ էր, բայց մի երկու գյուղ էր, էլի, ցանեմ 15-20։ Չէ, ոնց թե սաղ աշխարհին չղիմացավ այդ մասին, մի երկու գյուղ չէ։ Առաքյալների միջոցով են, որ լեզու ստացան։ Ահա, բայց 12, լավ 13 թող լինեն ինքն էլ հետը։ Ի նկատի գիտես ես ինչ եմ միշտ ասում եմ օրինակ նայ, մեր ամեն թաղամասում մանավանդ Երևան լենական ուտեղ է։ Բիսեդկա կա։ Գիտեմ, ինչ եմ, որտեղ որ քաղաքվի նարդի քաղան, չէ։ Աբրիս Հոգուտ Ղուրբան։ Քահանան դու պատկերացրել ես, հոգևորական է, պատարի չեն քահանան։ Կրնա սարգավակ կրնայան, այստեղ օրինակ մենք սարգավակ ունենք, կանոններով չսեմ, չենի գովազդի։ Սարգավակ ունենք, հիասքանչ մի հատ լավ բան ձեռնարկ ուներ, այդ տղեն ամեն չեմ հիշել, երկու անգամ էր շաբաթական կնստեր կխոսեր հոգևոր թեմաներից, շատ երեխեք ջահելներ, որ գաղափար չունեին ստեղ մեծացած, բայց իրանց հետաքրքրեց։ Ես շատ կուզենայի օրինակ հնարավոր է դա կազմակերպել, դա հնարավոր է ինչ-որ մի կերպ ինչ կարելի անել, որ թեկուզ ջեմարանական երեխեքը իրանց օրվա գիտելիքը կիսվեն, օրինակ եմ ասում, ջեմարանի երեխեքի, որ կիսվեն իրենց, չգիտեմ, ինչ-որ միտեղ իրանց ուղղորդեն, զինվոր են, իրանք էլ հոգևոր աշխարհի զինվորներ են, գնան եւ իրանց օրվա ստացած գիտելիքը կիսվեն բանի հետ, համայնքի հետ։ Արտակ ջան, ես տենց օրինակներ գիտեմ, որ իմ ժամանակ, երբ որ ես քահանայից նստանում էր սովորում, մեր մանկավարժականի դասախոսը, որ նաև մեր մոտ էր տալիս, արդեն կազմակերպել է տես բան, որ Գերմանիայի աշակերտները գնացել էին մանկավարժական համալսարան, այնտեղ հանդիպում էին ուծել իրենց իսկ տարեկիցների, 4 կուրսեցիներ։ Եվ նրանք շատ տպավորված էին եղել, որ իրանք էին խոստովանել, որ Ջեմարանի ուսանողները շատ ավելի տեղեկացված են ու շատ ավելի շատ գիտեն, քան մենք, տենց էին ասել իրանք։ Իհարկե ճիշտ բան է դա, քարոզությունը ամեն ճանապարհով պիտի լինի։ Քարոզությունը այս քո կյանքի մեջ պիտի, երբ որ դու արթնանում ես, գնում ես միտեղ, դա էլ պետք է լինի քարոզություն, երբ որ քեզ տեսնում են, երբ որ մեկ է շփում ես։
Բայց դա կոչվում է եկեղեցական կյանք, հա, որ ասենք ամեն քահանա իր համայնքում պիտի դա կարողանա ստեղծել եւ ասեմ քեզ որ ստեղծում են, հենց քիչ են ստեղծում։ Այդ կիրակնորա դպրոցները, այդ չգիտեմ մարդկանց հետ ստեղծել այդ միությունները, ասենք հավատացյալների, չգիտեմ, հազար հնարավորություններ են անում են։ Ինտերնետով իրար հետ շփվել է, ինչ ասեմ։ Ես կարամ Ուրիշ բան է, որ կարա դա քիչ լինի եւ էֆեկտիվ չլինի, սենց կընտրել։ Իսկ դուք չեք գտնում, որ մեր արդեն իսկ երեխաները, ում մասին արտակը խոսում կամ երիտասարդները, իրենք արդեն սովորություն են ձեռք բերել ինչ-որ շահագրգռվածություն ունենալու։ Այսինքն իրանք մինչև չունենան ինչ-որ բանի շահ, իրանք չեն մասնակցում այդ ամեն ինչի։ Իրանք ավելի լավ են նստեն հեռախոսի մեջ, TikTok, YouTube կամ ինչ-որ մի հատ խաղ խաղան, քանց մեկը գա իրան ասի թե Հիսուսն ով է։ Այլ կարելի է այդ Արտակի ասածը ինչ-որ մի հատ խաղի տեսքով, ինչ-որ մի հատ ասած մրցույթի տեսքով, մրցանակներով կամ ինչ-որ բանով կազմակերպել սավրիմեննի քարոս, ասենց ասած, որբիսի երիտասարդը դրա մեջ շատ է, նա ունի, ոնց որ ասած մեր լարած դագարտը, որ ինքը դառնա հավատի մարդ։ Ես չի ուզենա որ շահի մերկանտիլնի այսպես ասած բաների վրա լիներ էլի նյութի կամ չգիտեմ ինչի վրա շահը պիտի լինի իմ երեխու համար շահը պիտի լինի գիտությունը ինֆորմացիայի հետաքրքիր լինի ուրեմն պիտի անես որ հետաքրքիր լինի այդ երեխուն անես պիտի տաս որ հետաքրքիր լինի եւ հետո կա երեխաների ցենզել կա էլի տարիքային օրինակ ես մի հատ բարձ օրինակ բերեմ ես իմ թորնիկի ասենք մանկապարտեզ երբ որ տանում էի թորնիկին ուսուցիչները հանկարծ իմանում են որ պապիկը քահանա է ասենք հա եւ ինչ որ մի հարցում ասեցին բա կարող եք գալ երեխեքին բացատրել զատիկը ինչ է ես էլ իրանց բացատրեցի ասի առաջին հերթին կներեք եթե դուք հավաքեք այդ երեխեքի ծնողներին եւ դուք էլ նստեք դասատուներով հա այստեղ ես ձեզ կարամ բացատրեմ զատիկը ինչ է հարության տոնը ինչա կատարվել որ այդ հարության մասին խոսենք, բայց այդ երեխեքին ես ոնց բացատրեմ, որ այս մարդուն կաչ են հանել, հետո մեռել է, հետո հարություն առել, այսինքն այդ երեխեքը պատրաստ չեն լսելու տենց բան։ Երեխեքը պատրաստ չեն լսելու տենց բան, 5-6 տարեկան երեխեքը։ Այդ երեխեն կլինի, երբ որ 15-14 տարեկան, 15 տարեկան, երբ որ արդեն կսկսի ինքը տրամաբանել, երբ որ կսկսի հասկանալ իրողությունները, իրան արդեն կամաց-կամաց կարելի է դա բացատրել եւ ասել որ ինքը սկսի հասկանալ այն հերթականությունը հասկանալ իրողությունների, հա, ոչ թե մի բան ասես երեխան ընկնի ստրեսի մեջ, ոնց թե բռնեցի խաչել են ու ինչ զատիկ ինչ բան, ինքը զատիկը գիտեր մի հատ բլոկ։ Ասա։ Ռոբ ջան, նայ, մենք ունեինք մեր ժամանակ, մեր ժամանակ դե կոմունիստների ժամանակ ընդհանրապես, չէ, եկեղեցի եւ այլն գնալ հաճախումները ինձ իմ ծնողներն են տարել այդ մշակույթը մեր մեջ եղել է, տարել են, բացատրել են Այս բանը եկեղեցու մեջ 7 վերքի մեջ ով է հաչի վրայինը ոչմ ներկայացրել են ծնողների մեջ առաջնահերթ այդ մշակույթը պետք է մտցվի որ առաջին ծնողի միջոցով պետք է այդ երեխեն հետաքրքրություն ունենա թեկուզ պետքա որ բանը կաթոլիկ եկեղեցիներում ոնց որ տենց բան կա մշակույթ կա ձև կա մեկը կիրակի օրը իրանց երեխու ձեռը բռնած առանց իր հեռախոսի տանում են ու բացատրում են բոլորը գրքերը ձեռը պատարակները երգում են գիրքը ձեռը պատարակա պատարեկի գիրքը ձեռը սաղ սպլաշներ եկեղեցին ով կա երգում է Արջան քեզ մի հատ հարց քանի որ իրար հետ եք դուք սովորել ես շատ արդեն մի հատ քո պատասխաններ իմանամ էդուկությամբ Մենք սովորել աշխատել ենք իրար հետ ասա Չէ մի հատ չէ ուզում եմ ասեմ տեղակ ես ավելի շատ քաջա տեղակ ես այ քո կարծիքով ո՞րն է գայթակղությունը որ հայ առաքելական եկեղեցուց Հախնում են գնում են այդ աղանդները։ Ինչն է հիմնական գայթակղությունը։ Ես արդեն ասեցի, առաջի գայթակղությունը դա բանը չիմացությունն է, չհասկանալն է, պատարակի իմաստը։ Եկեղեցու խորհուրդը չհասկանալն է։ Որովհետև իրանք գիտելիք չունեն, իրը պատկերացում չունեն։ Իրանք գիտեն թե եկեղեցին եղած է մոմ վառելու, մադաղենելու, պես բաներ, փադերը պաճելու, նկարները պաճելու, պոլերը պաճելու, այդ կան բան գիտեն։ Ում հետ խոսացել եմ ես, այդ աղանդավորներից ինձ էլ է հետաքրքրել ինչն է լավ ասում է մեկ շատերը ասում են քահանաները սենց են այս բան ասում եմ էդի ձեր ես բացատրում եմ բաներ կա ասում եմ որ դա ձեր դատելուն է չէ արդեն որ դատում եք դուք մեղքի մեջ եք արդեն սխալ ուղու վրա եք ով ինչ անում ոնց անում ձեր մոտի բաները հոգեվորականները սախ սրտի բանով կվարծով չեն կռում ամեկը
Ես նկատի ունեմ, որ պատկերացում չունեն, գիտելիքի պակաս է, ես դրա համար եմ ասում։ Ես Տեր Ատոմին իմ խնդրանքը ասեցի դա այն առումով, որ իրականում որ ամենտեղ միտեղ որ նստեն խոսեն այդ մասին, իրանք պատկերացնում որ այդ եկեղեցի գնալ այդ մոմա վարությունով չի, գնալ աղոթքը հաղորդակցվել Աստծո հետ, ընդեղա ոչ թե ընդեղ, որտեղ այդ եկեղեցին օծված եկեղեցի է, այդտեղ մակրամակրությունն է տիրում, ընդեղ չգիտեմ ինչ է եղել, այդ իրանց շենքերի մեջ է, մինչև իրանց ընդեղ մտնել է, ինչ ասես եղել է, մեղա, չգիտեմ ինչ է եղել, մեղքերը չեմ ուզում առնեմ։ Ես մի հարցեր ունեմ ու ես կթողեմ որպեսզի որ մարդիկ դու հարցից հետո եթե ես գիտեմ հետո քեզ կարող է չկարանամ բռնցնեմ որ ինչ որ մետեղից կանչեմ մոտս եթե հնարավոր է այսօրվա խոստած աստեղ կանես ու մենք ոնց որ կես ենք գնում էլի հաղորդումը այս կեսի մի հատ կասես ու նոր Ռոբ սաղ մի անգամից սաղին անդրադարձի խնդրում եմ ես էլ Ուրեմն նայ հետաքրքիր է որ դու ասում ես ստեղ չի հասկանում գրապարը բայց գնում է այն Ճվճվոցին հասկանում են այն ինչ էր ասում են հիմա նայ դեր այդ ճվճվոցը գոնե գրապարը որ այդ մարդը կարա որ հարցնի ասենք թարգմանի հաստատել ու իմաստը կբացատրի բանդեղ են որ այդպես գորգռում էին ինչ որ բառեր էին ասում ինչ որ բաներ էին թռվռում հիմա դրա կրուտի քաշել ընդեղ իրանց հետաքրքիր է շոուն ընկեր ջան ցավը տամ հետաքրքիր է շոուն Մեր եկեղեցում մենք շոյով չենք զբաղվել Արդեն նոր խաղ էր, չգիտես ինչ է, ճիշտ նոր ինչ որ ասում էր, դա կարևոր բան է։ Ընդեղ մի հատ արգումենտ են ասում են դու այդ լեզուն պետք է հասնես մեզ, որ նոր իմանաս, ամեն մարդ չի կարա, ասում է ամեն մարդ չի կարա, չէ, ինքին Սայաթովան էր ասում, իրանք տեղից են վերցրել, էլի խառնել են, մի բան խառնել են։ Հիմա դուրսի գալիս թերթում ասնում է, խնդրում եմ չծաղ, լավ, ես էլ ասեմ ուրեմն Աշճան, բանը, Ռոբ ջան, մեկ էլ մի բան, որ ասեցիր, որ ասեցիր իրանք այդ շոուն եւ այլն այդ թեմայի շարքից է, որ ասեցիր իրանք ուժերին, ինչ որ ուժերի են հարում եւ այլն ընտրությունների վաղ գումար եւ այլն ֆրանսիստան Ինչի բա մեր հայ առաքելական եկեղեցին իրանց օրինակին հետևեց մտավ այդ դաշտ Ես ավելի բաց եմ փակագծել Խորհրդություններում բաներ արել Եթե այդ կյանքի խոսքը զբաղվում է քաղաքականությամբ ու դա սխալ է ինչի հայ առաքելական եկեղեցին Իրանց համար դա սխալ չի դա իրանք հատուկ է դրա համար էլ ստեղծված են ինչի է սխալ Հա, արտակի հարցը հետևյալն է, ինչի հայ առաքելական եկեղեցու սպասավորներից մի քանիսը փորձեցին խառնվել։ Նայ, խնդիրը որտեղ է։ Եթե մարդը ասենք սրտացավա կարա իր ձայնը բարձրացնի, բայց եթե կան ինչ-որ երևի վիճակներ, որ գիտես հոգևոր մարդը ինքը էմոցիոնալ է ավելի շատ, քան պրագմատիկ բանը, ասենք, պրագմատիկ քաղաքական գործիչ է։ Եվ քաղաքական հնարքներ իմացող մարդիկ։ Ինքը խոսում է սրտով, ինքը խոսում է ուզում է արդարություն հիմնված սիրո վրա, հա, ու երևի սա էր պատճառը, որ չհասկացվեց այդ վիճակը եւ ձախողվեց, որովհետեւ մարդիկ ուրիշ բան էին ուզում երևի տեսնել, եւ երևի սխալը հենց դրանում էր, որ հիմնվեցինք բանի վրա, հա, հիմնվեց, այսինքն տվյալ անձնավորությունը խղճի վրա, սրտի սիրո վրա աղբերասիրության վրա, հա, երևի, որտեվ էդի այդ տեխնոլոգիաները չեն աշխատում, ասենք, քաղաքական դաշտում, ու ստացվեց այն, ինչ որ ստացվեց։ Ես միշտ էլ բան եմ եղել, հա, տենց շատ մի քիչ երկուղով եմ մոտեցել այդ հարցին, որովհետև միակ ոչինչ չես կարող ասել։ Մենք որ կաթողիկոսը իրավունք ունի իր տված երկնային, ասենց ասած, Աստծո կողմից տված այդ իրավունքը ինքը նույն ձև տեր լինելով այս ազգին պատասխանատուն լինելով իր հոդին ինքը կարող ասել որ ինքը վարչապետին կոչ անում ասենք ստապության կամ ինչ-որ բանի այսինքն կոչելով դիմեր բայց այն ինչ որ արեց Բագրատը ասենք ես պրամոյ ասեմ ես դրան համաձայն չէի ինքը չպետք է սառեցներ տակածներ հելներ ինչ որ խաղերի մեջ մտներ դե շտեյդ եմ ասում որ այդ տակացումը եղավ առաջինը երևի էմոցիոնալ հողի վրա բարև Սառեց, որովհետև այդ էմոցիաները շուտ են անցնում
Okay, Արտակ ջան, ինձ թվում է որոշակի չափով պատասխան տրվեց, աղբերս։ Խնդրեմ քեզ մի հատ Բարոյել է Եվրոպ ջան, քեզ ազնվությամբ։ Ես հենց քեզ տեսա մի անգամից եկավ են մեր Սոնայի մոտի աշխատալու տարիները շատ ուժեղ հումոր ունի Ռոբը, իմիջիալոց էլ ասեմ։ Երևում է։ Ես Թոմասյան Արմենը, Սուրը, Ռոբը իրար հետ իրականում շատ մոտիկ էինք, շատ մտերիմ էինք Երանի այդ օրերը, դու պետք է որ հիշես։ Ռոբ, ճիշտն ասած, ես խոստացել եմ Արսենին, բանը երկու ստեղծագործություն, հոգևոր ստեղծագործություն, այսինքն շարական, մեղաքեզ դեր Աստված սխալ բան ասեց։ Բայց շատ ավանդական, որ բոլորի ականջին ինձ թվում է ծանոթ է ինչի համար միկրոֆոնով, որպեսզի մի փոքր գոնե եկեղեցու բան էֆեկտ, հա, այդպես ասեմ, որ այդ ակուստիկ առումով մի փոքր այդ դաստանամ դեր ողորմյա ապրեսա մենք իրար հետ ենք երկել ներողություն Ընկալ Տեր եւ ողորմյա, այսինքն լսիր մեզ Տեր եւ ապրես, հզոր աղբեր, հզոր։ Եմ վերջինը լասա ու աղբերս, մեզ մեկը երկու հատ ես խոստով, են երեխեքի պես չեմ թողա երտաս։ Խոստովացը դու։ Շնորհակալ եմ շատ, Աստված օրհնի ամենքին, իրոք ամեն ընկալ Տեր եւ ողորմյա իրայից հետո կա, ճիշտ է, ընկալ կեցո եւ ողորմյա, խնդրում եմ էտել թարգման ընկալ կեցո եւ ողորմյա։ Լսիր, ապրեցրու եւ ողորմիր։ Կեցո, այսինքն կենթանացրու է, ապրեցրու։ Այո։ Քանի բայ։ Շնորհակալ ենք ժողովուրդ։ Իսկականից պետք է խնդրեմ բոլորին էլ ովքեր որ հայ առաքելական Սուրբ եկեղեցի երբևիցե պատարակների գնացել են եւ ինչ որ բան չեն հասկացել պատարակների ժամանակ անպայման քահանային մոտենան, հարցերը տան եւ իրենց հարցերի պատասխանը ստանան, որտեղ շատ կարեւոր է։ Եվ դուք վստահ եմ շատ կսիրեք հայ առաքելական եկեղեցին իր ամբողջ ծավալով։ Հայր մերով դե պարզ է, պետք է սկսեի, բայց
վերջացնում եմ հայրմերով, դաժե կարող եմ ուղղակի ստիկով կեք չի լինի, թե չէ Ռոբ ջան, սիրով միասին կերկենք։ Երկի ես մնացել։ Էլի փորձենք այդ էֆեկտը ստանանք, ինչ անեմ, դամ, հեշտ դամով բան չէ երկել, անունի չէ հոգևոր շարականներ հետ չէ երկել, բայց թե հիմա ադանքել կլամ, գնացինք, բայց հաշվենք, թե երկի հոնա էլի մի փոքր նման է։ Զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք Հավիտյանս Հավիտենից ամեն։ Քան զիքոն է արքայությունը եւ փառքը եւ զորությունը Հավիտյանս ամեն։ Ամեն։ Ասպար ցենետ Ելը ասպար արտագին։ Օրհնությունը մինչև քո կյանքի վերջը քո հետ գա ախպերես։ Այս մենակ Աստծո օրհնությամբ կարաս են ձեն ունենա մարդ։ Ամեն մարդը տվազորիկ չէ։ Եվ ասեմ քեզ, որ նստած երկելը շատ դժվար է։ Մենք խոսացել ենք Արտագետ ու շատ երկար է թեմայով։ Ինչքան կարելի է ենել օպերայի մասն է խոսքը, ասենք Պապսովի նանան չի երկում, էլի։ Այո։ Նստած ժամանակին բան ներկայացումները գիտես Ռոբ ջան, նստածել ենք եւ ունեցել ենք երկել։ Նստած ուրիշ է, երբ որ համ նստած ես, համ եւ ողնաշարի կոտրվածքի հետևանքով մեջքին փորի մկանների թուլություն կա, այդ բայց ես ուժեղ եմ, պետք է լինի մեռնի կյանքից։ Ուրբան դերնի օպա։ Շնորհակալ եմ, ես եք ու Ռոբ ջան։ Պայքար Աստված օրհնի քեզ։ Շատ ուրախացա, աշան շնորհակալ եմ այսօրվա սիրուն եթերի համար, որ ասեց Ռոբ, ես մի անգամից ասեցի, որ ես գիտեմ, որ Ռոբն է, բայց կասկած կար, որ տեսա շատ ուրախացա, դրա համար թշները դելի կպահաճեմ նոր կերտա։ Ապրես ցավոտ տանեմ։ Աստված օրհնի քեզ քո ընտանիքին, ցավոտ տան։ Օրհնի քեզ։ Դու ինչ ասես։ Ռոբ ջան, այս երաշտական պաուզայից հետո սենց հարց ծագեց։ Այս ընթացքում հայմերը երկելու ժամանակ, բառերին հետևելու ժամանակ ես միշտ հասկանում եմ, որ եթե մարդը պրոբլեմա ունենում, առաջին աղոթքը, որ տալիս են, դա հայրը մերն է, որովհետև Հիսուսն ասել, ինչպես դիմել հորը, այդ ինչ աղոթքա, որ ավելի հզոր է եւ այլն։ Ես համարում եմ, որ մարդիկ հոգևոր հիվանդություն նույնպես ունենում են։ Բայց մի հատ sense հարց կա։ Ես օրինակ ճանաչում եմ այդպես եկեղեցի, որը հայ առաքելական եկեղեցի չի, Փարիզ բուն իմաստով, բայց ինքը տարբերվում է այդ աղանդներից։ Ինքը զուտ քարոզում է խոսքը, չի արգելափակում մարդկանց գնալ եկեղեցիներ ինչ-որ տիսակատարությունների, մասնակցել, իրանք են հաճախում եկեղեցին, ուզում եմ ասեմ, այն եկեղեցին, որը մենք ենք հաճախում, չէ՞։ Այսինքն իրենց մոտ ընտանիքի արժեքը շատ ուժեղ է,
այդ եկեղեցու պատասխանատու հովիվը շատ խիստ մարդ է այդ ընտանեկան արժեքների, հայրենասիրության արժեքների Սուրբ գրքի տառն ու բառը ստորակետով պահել է տալիս, ես այդ մարդուն ճանաչում եի, հիմա ինքը Աստծո մոդն է արդեն, սենց ասած, շատ հարգել եմ ես այդ մարդուն իր կեցվածքի համար, ու ինքը երբևիցե քարոզ չի արել, ու մի գնացեք հայ առաքելական եկեղեցի, ընդեղ սուդա, ընդեղ բանա, ոչ, ինքը ասել Աստծո խոսքը, որտեղ ճշմարիտ է տրվում, ինքը բոլոր տեղերում ուրեմն ճիշտ է, դա Աստծո տունն է։ Այդ դու ոնց վերաբերվես այդ եկեղեցիներին, որոնք չեն քարոզում այն ամենը, ինչ որ ասենք այս կյանքի խոսնակ քարոզում։ Ավետ արանչական Ես քեզ մի բան ասեմ, ուրեմն ամեն մի քրիստոնյա, ամեն մի պարզ քրիստոնյա, որ գնում է եկեղեցի եւ Աստծո խոսքը լսում եւ հասկանում է, ինքը իր վրա կա պարտականություն այդ ապրի այտենց եւ քարոզ լինի, ինքը իր կյանքում լինի այդ քարոզը։ Խնդիրը ստեղ որտեղ է, հնարավորինս պարզ բառերով, մատչելի գործողություններով տեղ հասցնել ամենահիմնական, ամենակարևոր ինֆորմացիան, թե ինչի համար եկավ Քրիստոս, ինչ է արել մեզ համար, եւ մենք ինչ պետք է անենք, որպեսզի այդ ճանապարհով գնանք։ Սա շատ պարզ բառերով է պետք բացատրել, հա, եւ ես ինչքան հիշում եմ, մի ժամանակ կար եկեղեցա, սիրած եղբայրություններ, թե ինչ է, չգիտեմ, որոնք որ ինչ որ լծվել էին հենց այդ գործին կարծեմ, մի քիչ ես իրանց հետ շատ շփում չեմ ունեցել։ Կարող է ճանաչել եմ 1-2 մարդու, որոնք նաև գալիս էին եկեղեցու սարկավագություններ։ Բայց նաև այդ կազմակերպության անդամներ էին, դա հախորն ոնց որ ստեղծված կազմակերպություն էր, կարծեմ սկի գրանցված էլ չէր, կարծեմ կոչվում էր եկեղեցասիրած ընկերակցություն, ինչ որ sense մի բան։ Բայց իրանց ասելով իրանց նպատակը նա էր, որ մատչելի հնարավորինս մատչելի եւ մեր եկեղեցու հետ համագործակցելով տեղ հասցնել ինֆորմացիա։ Եթե այդպես բան է կատարվում, եթե Քրիստոսի խոսքը քարոզվում եւ հասնում է տեղ, ինչ կա ստեղ վատ բան։ Այսինքն մենք պետք է կարողանանք տարանջատենք, որն է վտանգը, Իհարկե, մի բան է տոտալիտար աղանդը, մի բան է բանը հատուկ ստեղծված կազմակերպություն, որ կազմակերպի։ Գելի Ռոբջան, ընես մեսի չտանք, որ այ տեսար, որ եթե գմպետը սեն չի, ուրեմն անպայման ինքը աղանդ է, ոչ։ Եթե Աստծո խոսքը տարածվում է, մի մարդը լսում ու հասկանում է, սա իօքուտ իր հոգու բրկության է։ Եվ ես կուզեմ, որ ամենաշատը դրանով մեր եկեղեցի զբաղվի։ Հասկանալի։ Լինի առաջամարտիկը, այդ մոտեցման, այդ սրտացավության, այդ ճիշտ բացատրելու, որը եւ լինում է։ Հիմա խնդիրը մեկ-մեկ էլ երևի մեր մեջ է, որ այդ ձևականությունը, որ ստացվել է, որ մեր մոտ կառուցվել է, այդ եկեղեցում, այդ որից հետո է բանդեզդ է, երբեմն մարդկանց կարա մի քիչ տրտմեցնի, էլի, կարծում եմ պետք է մեկ էլ մի քիչ օրիգինալ լինենք, էլի, մեր կանոնը մի քիչ օրիգինալ լինի։ Okay, ես մի քիչ շեղվեմ, օրվա հետ ինչ որ ձև գտնել, էլի։ Ես մի քիչ շեղվեմ, Ժողովուրդ ջան, կներեք, բայց էլ մարդ չեմ բարձրացնելու, կարակ նեղանակ, կարակ ինչ ուզում եք անեք, ինձ համար շատ հետաքրքիր է, Ռոբերտ, խոսալը ում դուրն չի գալիս, ինքը կարա թերթի անցնի գնա։ Հարոբ ջան, տես, էքստրասենսորիկա, դա Աստծուց է, թե սատանայից է։ Չէ, դե ցանկացած գուշակություններ Չէ, արի գրքով խոսեմ։ Գիրքը, Սուրբ գիրքը, ինքը ինչ ասում նմանատիպ մարդկանց մասին, ովքեր կախարդությունների մասին տրված է, կա էլի գրած, այնքան տեղերում կա, ուղղակի հիմա տես Աստվածաշունչը ձեռքից տակ է հիմա, բայց ասենք կարող չգտնեմ այդ տեղը հիմա բացեմ։ Շատ կա տեղեր, որ կախարդությունը, այդ այն ժամանակ չեմ կարծում այդ բառը կար, չեմ կարծում այդ բառը գրված է մեջը։ Պայծառատեսություն, լավ, ասենց ասեմ, էքստրասենսորիկա պայծառատեսություն եւ այլն եւ այլն։ Հիմա հարց եմ տալիս։ Առաջներում որ մարգարեներ եղել են, հիմա մարգարեներ չկան։ Արսեն ջան, մարգարեությունը ուրիշ բան է։ Հա, բացատրեք, որն է մարգարեությունը։ Մարգարեությունը, երբ որ մի հոգու Աստված ընտրում է որպես մի անոթ, որի միջոցով ինքը խոսում է ժողովրդի հետ։ Այսինքն այդ մարդը ինքը իրանից բաներ չի օրինում, ինքը ինչ որ ձևերի մեջ չի գնում, ինչ որ կախարդությունների մեջ չի գնում, այդ մարդուն Աստված հետը խոսում է, ինքը գնում փոխանցում է։ Սրանք են մարգարեները։ Եվ Հիսուս Քրիստոս լրումն է մարգարեների։ Դրա համար էլ հիմա մարգարեներ չկան, արդեն անցել է մարգարեների ժամանակ։
Հա, բայց ինչով է տարբերվում մարգարեն էքստրասենսից։ Ինչ է անում էքստրասենսը, որ Ես ինչ իմանամ, էքստրասենսը ինչ է հորինում ինք իրանից, իսկ մարգարեն ես հստակ ասեցի, որ ինքը Աստծուց ստանում է ինֆորմացիան, փոխանցում է ժողովրդին։ Ինքը չի հորինում։ Ես ասում եմ, ես Աստծուց ստանում եմ, ձեզ ասում եմ, թե դուք ոնց ապրեք դալշը։ Մեր պատարակի վերջում կա սենց արտահայտություն, Քրիստոսի ուղղված։ Դու ես կատարումն օրինաց եւ մարգարեից։ Դու ես օրենքների եւ մարգարեների լրումն, վերջ։ Այն ինչ որ դու ես արել, դա արդեն վերջը անցավ եւ օրենքների ժամանակը եւ մարգարեների ժամանակը անցավ, եկավ քո շնորհի ժամանակը։ Եվ դրանից հետո ոնց որ ես լեզվախոսներն են փորձում են օրինակել թե ինչ եղավ առաքյալների հետ վերնատանը, հա, ու գնում են այսպես վատ վիճակի մեջ, այնց էլ մարդիկ ովքեր ասում են, որ եղել այն ժամանակ մարգարե, եկել մենք էլ մարգարե ձևանանք, ինչ ասես Էքստրասենսի, գուշագի, Կախարդների մոտ գնալը դա անեցկա դե չէ։ Անեցկա միանշանակ չի կարելի։ Բարալնի, այսինքն ես չգիտեմ դրա մասին, գնում եմ Բարձուկների մոտ, թուղթ բացողների մոտ, մոմ թափողների մոտ, կոֆեի բաժակ նայելը կախարդություն է եղել։ Ինչ անեց կգա մարդու վրա, եթե ինքը ինչ անեց կգա մարդու վրա, եթե ինքը էքստրասենսների ինքը իրան կապերը կտրում է Աստծուց, էլի, ոնց որ ինքը ընկնում է կախարդների խելքին, այսպես ասած։ Չար ուժերի հետևից է գնում։ Մեր հայ առաքելական հայ առաքելական եկեղեցին կտրուկ դադարպարտում։ Միանշանակ։ Չկա դվայնոյ տրակտովկա։ Չկա տենց բան։ Ուղղափառ հավատքը տենց բան չկա։ Ձեր մեսեջը հետևյալն է, հայ առաքելական եկեղեցու հետևորդների կամ вообще ընդհանրապես քրիստոնյա մարդկանց, որ չգնաք քաղցր պադարի հետևից, քանի որ հավատքի համար պայքարը նույնպես լինում է շատ չարչարվող եւ քարկարոտ։ Ես մի բան ասեմ քեզ, որ շատ հստակ է եւ վերաբերում է ամեն ինչին, բոլոր ասպարեզներում։ Ոչ մի լավ բան առանց չարչարանքի ու ճգնանքի չի լինում։ Բոլոր վատ բաները լինում են հեշտ ու հեշտագին եւ շատ ինքնիրան։ Տենց է, ճիշտ ձևը տենց է, այսինքն չի կարա լինի լավ բանը հեշտությամբ։ Օրինակ մարդը ընկնում է շատ վատ իրավիճակների մեջ, ինքը չի կարողանում հայ առաքելական եկեղեցում բուն ստանա իր հարցերի պատասխանները, թե ինչու է իր կյանքում կատարվում այսքան չար, մեկը մյուսի հետևից մարդիկ մահանում են, բան են անում, ինքը ստիպված գնում դիմում է այդ էքստրասենսներին, այդ մոմ թափողներին, թուղթուկիր անողներին ու իրանց մոտ ստանում է կարճաժամկետ ինչ որ խաբկանք կամ ինչ որ բան, ես ճիշտ եմ հասկանում։ Ու հետագայում ինքը ստանում է ինչ, անեցք, թե ինքը ստանում է, ասենք, չիմանալու պատճառ։ Նախ հարցը էսպիսին է։ Ինքը ասում է չի գտնում, եկեղեցում չի գտնում դրա պատասխանը։ Այդ եկեղեցում ինքը այդ հարցը տվել է, որ պատասխանը ստանում։ Իհարկե տվել է։ Ես մարդ եմ ճանաչում։ Եթե մոտենում է քահանային, հարցնում է քահանան։ Անընդհատ իմ տնեցիք իմ երեխեքս անընդհատ հիվանդանում են։ Չի կարա դες բաների, ոչ մի բանից երեխեքս հիվանդանում են։ Էս ինչ է կատարվում, ինքը չի ստանում։ Բուն են, օրինակ, էս ինչ բանով աղոթի, էս ինչ բանը բեր երեխուն չգիտեմ, այստեղ աղոթենք, միասնական աղոթքի գնա կամ ինքը չի ստանում այդ պատասխանը։ Ինքը կարճ ինչ որ sense բան է ստանում, իսկ այնտեղ առաջարկում է հետեւյալը, մարքեթինգը այնտեղ sense է աշխատում։ Բեր, առաջինը ձրի եմ անում, քո երեխան մի քիչ կլավանա։ Դե արդեն 10-րդ կտաս։ Ասենք 3 երեխուց մեկը հաստատ մի քիչ կլավանա, կասեն հոպ էսա։ Մնացածն էլ արեք գումարով այդ հարցերը փակեմ։ Հա, դե նախ ասում եմ, ես քեզ ասեմ, դա կարա լինի մի հատ մասնավոր, ուրեմն դեպք, հա, որ ասենք մարդը մոտեցել է, քահանան չի պատասխանում։ Բայց չի նշանակում, որ բոլոր քահանաները չեն պատասխանում։ Պատասխանելը, Ռոբ ջան, քիչ է։ Դու պետք է հետևողական գնաս այդ մարդու, որպեսզի ինքը սխալ ճանապարհի վրա։ Իսկ սկզբանե մենք ինչի մասին ենք խոսում, որ վերաբերմունք է պետք, հոգատարություն է պետք, սրա մասին է խոսքը։ Եթե կա հոգատարություն, այդ մարդու պատասխանել կլինի, իր հետ խոսալել կլինի, հարցերը լուծել կլինի, եթե կա վերաբերմունք, հոգատարություն։ Մեզ երբեմն դա է պակասում։ Մի հատ sense շատ չգիտեմ, ես հարցը տամ դե չէ, բայց այսօր սաղորը մտածել եմ, թե որտենամ պրովոկացիոն հարցը չէ պատասխան։ Չէ, պրովոկացիոն չէ, ես գիտեմ, որ դուք ոչ մի պրովոկացիոն հարցեր է, ձեր համար պրովոկացիոն չի։ Մարդը
չէ, լուրջ, ինքը մոտենում է ձեզ, ասում է, Քահանա ջան, ինձ չգիտեմ ոնց են ձեզ դիմում այդ պարագայում, ասում է, ես հնարավորություն չունեմ այսօր, բայց ես ուզում եմ շուտվանից մի բան եմ, մադաղ եմ խոստացել, ունեմ այդ գումարը, որ մադաղն անեմ, բայց այդ ծիսակատարության գումարը չունեմ, ձեր մոտեցումը ոնց անում, կամ կնքելու, երեխուս ուզում եմ կնքել, Ինչ կնքել գումարը, որ խաչն առնեմ կամ բան, եկեղեցին կդա այդ խաչը, կանան կդա այդ խաչը, ինքը կանի այդ ծիսակատարությունը լրիվ ձրի։ Աղջի անի, այո։ Ձեր հեռախոսը համար բարձր կասեք։ Իմ հեռախոսի համարը կարամ տանք է, դու գիտես իմ համարը կարաստաս մարդիկ։ Բարձրացան։ Ուղղակի գործունեությունների խնդիր կա։ Դե հասկացա, ուղղակի ես ուզում եմ հասկանամ, դա տաբուն մեր մեջ մտել է, որ ասենք եթե մարդը չտա այդ գումարը, ասենք ինչ է, քահանան սենց է աղոթելու, թե ինքը նույն ձև է մոդենալու, ինչ որ գումար տվողի։ Չէ, տես ոնց է Արսեն ջան, ընդհանրապես։ Շնորհը, որ տրված է քահանային, տրված է ձրի։ Եվ քահանան ծեսը կատարում է ձրի։ Մարդը, ով որ գումար է տալի, քահանան իրավունք չունի ասելու ինձ գումար տուր։ Այսինքն արգելված է վերևից։ Ասում էդի Վերևից արգելված է, մեր վեհապար տիրոջից կողմից արգելված է, որ մենք մարդուն ասենք, պետք է ինձ այսքան փող տաս, դες բան չկա։ Հստակ արգելված է վեհապարի կողմից։ Քահանան դա կատարում է, ձրի տված շնորհը ձրիել կատարում է։ Խնդիրը որտեղ է։ Ինքնին այդ մարդը, ով որ եկել է ինչ-որ բան անելու, այդ քահանային իր պարտականություն ունի պահելու իր քահանային։ Իչքանով կարա անի, ոչ մի բան, ոչ մի քահանային մի կոպեկ էլ տաս, պիտի փառք տա Աստծուն, ասի շնորհակալ եմ, որտեվ դու ինձ այսօր ապրելու հնարավորություն տվեցիր։ Այսպես պիտի լինի հարաբերությունը։ Այսինքն չկա տենց բան։ Ուրիշ բան է, եթե ասենք թե առաջնորդարանը դրել է սակագին, ասենք մի թղթի համար, հա, որ մկրտության թուղթ տնա, չեկը նա, որով որ պետք է այդ Իրանն է, էդի քահանայինը չի, քահանան դրա այդ գործ չունի, բայց ասենք չեք ա դրել, որ այս մկրտության չեկը արժի այսքան։ Դա դնում է առաջնորդանը, այդ իրանց գործնա, իրանց խնդիրնա, տեխնիկական հարցը։ Մոմ էլ է ծախում, հիմա ինչ անենք։ Այ հենց այդ մոմի վրաստով։ Ես մագանդավորները սա 10-րդը տալիս են նրանք գնացել են, մոմը վաճառում են։ Ես մտել եմ մի հատ տեղ, իմ գրբանումս գումարն եղել է, որ ես առնեմ։ Փորձի համար ասել եմ գումար չկա, 3 հատ մոմ ինձ տվեք, տվել եմ։ Էլ ինչ է։ Չէ, տվել եմ։ Ես փորձել եմ, թե ես օրինակ մտել եմ գրբանումս, թե մոռացել եմ տունը կամ չկա այդ գումարը։ Եթե մոմ վառել ինքը շատ արժեք ունեցող երևույթ է, ուրեմն դու ինձ պետք է տաս դա։ Չէ, ես դեռ մի բան ասեմ։ Այդ ցավոք սրտի տես Արտակը մի պահ ասեց այդ բանը, եթե լսեցիր։ Ասում է, որ եկեղեցին չպիտի ընկալվի այդտեղ, որ ուղղակի նպատակը գնալ մոմ վառելը։ Մոմ վառելը նպատակ չի։ Մոմը ինքը օգնող միջոց է աղոթքի գիրք կարդալու։ Ես եկել եմ գրքով չեմ տենում, մութա մոմ եմ վառել, նայում եմ կրակի տակ ու աղոթք եմ։ Այդ մոմը լույսի համար է, ինքը նպատակ չի եկեղեցին մտնելը, մոմավառության համար չի։ Բայց այդ մոմը պետք է լինի, որովհետև դա տրադիցիոն բան է, ասենք ես եմ ուզում եմ մի հատ մոմ վառեմ ու մոտը աղոթեմ, ինձ տենց է, կոմֆորտնի է տենց, երբ որ իմ դեմը մոմը վառվում, ժիվոյ կրակ կա։ Ես այդպես փորձում եմ կապ գտնեմ Աստծո հետ, ասենք թե զուտ մարդկային, հա, բայց նպատակ լինի մոմավառությունը։ Ուրիշ տրակտովկա ունեմ, թե ինչ է նշանակում մոմավառությունը։ Շատ տրակտովկե կարան լինեն, ով ոնց Մարիայի, երբ որ մտնում է Հիսուսին ման գալու, ինքը մոմը վառում է, այդ բան ճրագը վառում, ման է գալիս, երբ որ չկա ինքը, այսինքն դու այդ նույն ծիսակատարությունը ոնց որ անես, Հիսուսին փնտրես, այդ քո մոմավառությունը։ Համարյա այդ նույն բանը ասեցի, բայց լավն է տրակտովկե։ Հիմա տեսեք, հա, հիմա տեսեք, օրինակ ես համարվում եմ Աստծո որդի, առանց նրան թե ես ինչ եմ, կարող եմ անառակ Աստծո որդի։ Կարամ ելնեմ շատ շնորհալի Աստծո որդի, կարամ տարբեր տեսակի մարդիկ ոնց են իրանց երեխեքին երերը։ Հիմի Աստծո տունը իմ հոր տունն է, ճիշտ եմ ես հասկանում եկեղեցին։ Այո։ Հասկանամ ով է, ասենք երեկոյան ժամը 10-ին ես հենց հիմա աղոթելու, տես հիմի կարակացեք տանդ մեջը աղոթի։ Այ դե կոնսենյակը աղոթի։ Դիկորտա չկա, էլի, որտից է գալիս որ ես պիտի ցերեգը 12-ին հետամնդեղ Բայց իր գունը, որ ինքը կողբենքով փագած է, պետք է տունը աղոթեմ։ Իմ հոր տունը, իմ առաջ ինչ ես փագում։
Արտուր ջան, դա տեխնիկական հարց է, դրան Արտուր դարա։ Արտուր ասի։ Արտակի ու Արսենի խառնուրդը Արտուր է անում, էլի։ Հոգևոր անուն ես տալիս, պրոբլեմ չունեմ։ Բայց հետաքրքիրը որն է, որ Արտակի եւ Արսենի խառնուրդն է Արտուրը, ինչ որ է։ Արշյան, ուրեմն տեխնիկական հարց է էդի, լսի, էդի հազար անգամ ծեծված թեմա է։ Ախր էդի են տունն է, հա, որը երեկոյան, որ արդեն մարդիկ աշխատում են, դե չեն կարող մնան այնտեղ մարդիկ։ Լիքը բաներ կա մեջը, որ իմ մոտ ես որ հաղպատում էի, հաղպատ քալանեցին։ Մի հատ փոքր մատուր կարա չէ՞, եկեղեցի կողքը, որը չինի 24 ժամ։ Գնա աղոթի ինչքան ուզում ես։ Դե կարելի է կազմակերպել, ես բան չասում։ Ես ուղղակի բաներ եմ ասում, որ կարելի է կազմակերպել մի հատ ջրանացել եմ, ասում պատի մոտ աղոթի։ Սա հրաները մի հատ պատ ունեն, մենք լիքը եկեղեցի ունենք, ինչ է, որ կարելի է գնալ եւ աղոթել։ Ես հասկացա։ Եկեղեցի պատի տակ աղոթի գնա դու։ Հիմա ինչ արա, այդ նոր վաճառը մեղք չի, չէ՞ դա տունեն էլ տուն ու տեղ ունի։ Աղանդների թեման, որովհետեւ ամփոփած ենք, ձեր ամփոփիչ խոսքը, ինչ պետք է անի հայ մարդը, որովհետեւ չլինի աղանդների ճանկը, որովհետեւ ինքը մնա ոչ թե զուտ այն եկեղեցուն, որը կոչվում հայ առաքելական եկեղեցի, այդ եկեղեցին է ինքը վերափոխվի, ինքը ժիվոյ 21-րդ դարում դառնա ավելի սավրիմեննի ժողովրդի հետ, դե մարդիկ երիտասարդները ուրիշ ձև են մտածում հիմա 18-րդ դարում կամ 15-րդ դարում խոսալու դե տոնով եթե դու խոսաս, ինքը կասի է սովա։ Այսինքն ժիվոյ մի հատ ինչ-որ բան կազմակերպվի եկեղեցու եւ ժողովրդի մեջ երկխոսություն, որովհետեւ մենք վեճ կարողանանք փրկվենք այս չարիքից։ Այո, եւ ասեմ քեզ, որ գիտես ամեն մարդ ինքնա չէ որոշում, ոչ մեկի ոչինչ չես կարող ստիպել, ամեն մարդ ինքնա որոշում գնա այնտեղ, որտեղ ինքը ինչ-որ բան հասկանում է։ Մեր գործը նա է, որ կարողանանք մենք այդ հասկանալի լեզվով նոր ձևով, այսինքն այո, մեզ էլ ռեֆորմ պետք իհարկե, մեր ասելով, մեր եկեղեցուն ռեֆորմա պետք, մեր մի քիչ այսպես ասեմ, կարծրացած, այդ կարծրատիպերը պիտի դարձնենք ավելի փափուկ, չեմ ասում ժամերգություն չանենք, պատարակ չանենք, չէ, բայց դրանք պիտի անենք այնպես, որ մարդիկ հասկանան, հենց հասկանում են իրենց համար հետաքրքիր է դառնում, ծեսին լինել հանդիսատես եւ լինել մասնակից լրիվ տարբեր բաներ են։ Ես շատ կուզենայի, որ այնց անեինք, որ մարդիկ լինեին մասնակից, ոչ թե հանդիսատես։ Որովհետեւ այդ հանդիսատեսը որ գալիս է, տենում 1-2 մի բանը ծափ տանել չի գալիս, კი թողնում գնում է։ Հա, ցանկացած բան, որ ցույց է տալու մարդուն, եթե ինքը դրա մեջ չի կարող մտնի, դա դառնում է իր համար ոչ հետաքրքիր։ Այս ուզում եմ, որ մենք կարողանանք այնպես անել, որ մարդու համար հոգեշահ լինի իր եկեղեցի գալը եւ հասկանալի լինի ինչի համար է գալիս։ Որտեւ եկեղեցին հստակ նպատակ ունի եւ մեզ պետք է որ այդ նպատակը կատարվի, գործի, աշխատի իր ամբողջ էությամբ, իր ամբողջ թափով, այսպես։ Շատ լավ, շատ շնորհակալ եմ, Ռոբ ջան։ Ժամանակը ես գիտեմ, ինչքան ծանրաբեռնված է ստորվան ընթացքում ելնում, ժամանակը դար եկար։ Ես կուզենամ մեր անհասան եւ հարմար է դու իմ մոտ միշտ պատվավոր հյուր ես, որովհետեւ ես համարում եմ քեզ շատ խելացի մարդ, Աստծո կողմից օրհնված մարդ, չեմ ուզում շատ գովերքեմ, որ հանգած միամիտ գաս, հա, բայց հաջորդ մեր ես կուզենամ, որ հաջորդ թեման, որ մենք խոսեինք իրար հետ, լիներ հետեւյալի շուրջը, ինչպես անել, որովհետեւ մենք թույլ չտանք, որովհետեւ մեր եկեղեցին բացվի ասեմ ինչ տեսակետով, որ մարդիկ կարճ յուբկեքով, բաց շորերով, իրենց կեցվածքով, բացի նրանից, որ այդ շորերով իրանք չհաջախեն, այլ նաև իրանք մտածեն, որ այդ եկեղեցուց դուրս որ գալիս ես, հենց այդ նույն վարգանից քո մոտ սկսվում է գայթակղությունը եւ պետք չի եկեղեցից միանգամից թափիր վրայից դեն մեղքերը, պատկերացնես, որ կարա սիրուհուդ կամ սիրածիդ մեքենան թռնես ու նորից սկսես այդ կյանքով այլել։ Այդ թեմաներից եմ ուզում մենք խոսենք, որ մարդիկ մի քիչ ճիշտ հասկանան ինչ բանը անեցքը, ինչպիսին դժվարություններ կարա իրանց կյանքում բերի, իրանց սխալ ամեն մի քայլ է հոգևոր կյանքի մասին, աշխարհի մասին չի խոսքը։ Հոգևոր կյանքը ինքը ավելի բարդ է, քան մենք մտածում ենք դրա մասին։ Ինքը ամենօրյա, ամեն վայրկյանվա աշխատանք է, ինչպես նաև հայ մնալը պետք է ամեն վայրկյանվա աշխատանք կանես։ Լուրջ թեմա է, դե այ
մեր ցավը նրանում է մեր ժողովրդի հիմնական, հա, որ մենք մի քիչ որ բան ենք, թեթև ենք ուզում ամեն ինչի վերաբերվենք, ցավոք սրտի այդ լուրջագույն հարցին էլ ենք փորձում թեթև մոտենալ, մեր սխալը տեղը։ Ես ուրախ եի քեզ տեսնելու Ռոբ ջան։ Մենք կպայմանավորվենք, որոշենք օրը ժամը երբ է ձեզ հարմար, եթե կարող է դառնանք, ինձ թվում է շատ շատերի համար հետաքրքիր կլինի այդ թեմայի։ Հույսով, իհարկե խոսենք, ինչ Աստված քեզ օգնական քո ընտանիքին ասված, բայ քո փոքր բալիկին է մի հատ դուշը ջմրտի։ գնացել է քնելու արդեն։ Իմ այն կամերսի չմրտում։ Գնացի ցավը տանեմ չխաբեք։ Ապրես, Արսեն ջան, ապրես, Աստված օրհնի քեզ եւ մեր բոլոր լսողներին էլ Աստված օրհնի։ Ամեն, ապրես, ամեն։ Ժողովուրդ ջան, շնորհակալություն Ռոբին, իրոք շատ նորմալ եթեր է, շատ կարճ էր, հավատացած եղեք, այս կարճ ժամանակի ընթացքում դուք ավելի շատ կարաք վերցնեք, քան ժամերով ինչ որ բանի մասին խոսես, որի վերջում չես հասկանում, թե ինչ էր քեզ ուզում հասկացած լիներ։ Այն մարդիկ, ովքեր հայտ էին գցում, որ Բարսելոնան չկարողացա բարձրացնել, ներող կլինեք, բայց ինձ թվում է մենք կարայինք շեղվենք թեմաներից, շատ ավելի հեռու գնայինք ու ավելի երկար լիներ, դրա համար ես մեկ հոգու բարձրացեցի, մյուս անգամ մեկ ուրիշին կբարձրացնենք այս թեմաներից զատ, այսօրվա եթերի հիմնական իմաստը գիտեք որն է ժողովուրդ ջան, զգուշ եղեք, որովհետև գնդակը, որ պիստոլետ ատրճանակը, որ կրակում է, այդ գնդակը դաժե ֆիզիկապես այդ արագության տակ դու կարաս զգաս, բայց անեծքը, որ քեզ կպնում է, այդ անեծքը կարա քո վրա չազդի, բայց քո երեխայի, քո թորի երեխայի 7 պորդով տանես դու ու դա շատ վտանգավոր բան է, հոգևոր դաշտում պետք է ավելի պաշտպանված լինես, քան աշխարհիկ կյանքում։ Աստված ձեզ պահապան, Աստված ձեզ օգնական։ Վաղը 21:00-ին շատ հետաքրքիր հյուր ենք ունենալու։ Այն կարգի հետաքրքիր, որ ես էլ եմ ասում, ես անհամբեր սպասում եմ այդ հյուրին, անհամբեր ես անձամբ սպասում եմ։ Անկամ ուզում եմ ասեմ, որ 1 ժամ ու կես չի լինելու, 2 ժամ ալնելու։ Առանց ուղղակի Ռոբը, ես գիտեմ, հոգնած էր, ժամը 7:30 8-ին նոր էր տուն եկել, դրա համար իրան ավելի շատ երկար թողենք հանգստանա։ Վաղվա հյուրին, հետո չասեք, Արսեն եկավ, գող գնաց ու մենք չտեսանք այդ հաղորդումը։ Լավ մնացեք, Աստված ձեզ պահապան ու իմացեք, քանի Հիսուս Քրիստոսը մեր գործոնում կա, մեր կյանքում կա, Հայաստան անպարտելի է։ Բարի գիշեր բոլորիդ։